Հայաստանի ներսում գտնվեցին առավելապաշտներ եւ թույլ չտվեցին, որ այդ խաղաղությունը կայանա։ Ովքեր թույլ չտվեցին։ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը։ Գուցե բավարար լեգիտիմություն չկար, որ կաբինետի կողմից այդ ընդվզումը կար։ Ցանկացած կառավարությունում կան, ասենք, բազեներ եւ աղավնիներ։ Բայց թող ազատեր այդ բազաներին ու շարունակեր աղավնիների քաղաքականությունը։ Ես ոչ եմ շղթում, որ 96 թվականի ընտրությունները խնդրահարույց էին։ Խնդրահարույց ընտրությունների միջով անցած իշխանությունը, որ այդ իշխանությունը նաև պահել է, ոնց կարող էր հանրությունը երկրորդ անգամ վստահել։ 2008 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը վստահեց Տեր-Պետրոսյանին։ Փաստորեն 2008-ը ձեր խավարանն էր։ Հանցենք առաջ։ Որտեղ եք դուք մարտի 1-ի երեկոյան։ Մարտի 1-ի երեկոյան։ Այո։ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր թողնել անվտանգությունը եւ դուրս գալ գնալ ցուցարարների մոտ։ Ռեմբոյի հմտությունները եք սպասում առաջին նախագահից։ Այնուամենայնիվ սխալներ կատարեցինք 21 թվականին։ Մեր հայտի մեջ չկար իշխանությունը լրջորեն վերցնելու պատրաստակամությունը։ Այդ պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամություն չկար։ Քաղաքական խնդիրը հետևյալն է, եթե թրիպը իրականացվում է, մենք անգամ սաղ ճանապարհները բացում ենք եւ այլն, մենք ընկնում ենք շատ մեծ կախվածության մեջ Ադրբեջանից։ Ճիշտ եմ ես խանգարում Սյունիքով ունենալ երկաթուղային գիծ։ Դու ո՞նց ես գնում բան, ասենք Չոհաբար կամ Բանդերաբաս կամ ո՞նց ես գնում միանում հայտնի անուններ կասենք։ Բայց այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ մենք չճանաչվենք։ Ամեն ինչ որոշում է Նիկոլ Փաշինյանը։ Չկա երկրում որևէ բարբին, չի գտնվում Նիկոլ Փաշինյանի լիակատար կամ ՔՊ-ի այդ իրանց վերահսկողության ներքո։ Մենք սահմանադրական փոփոխություն ենք ուզում անենք, կառավարման մոդելը փոխենք, գնանք դեպի կիսանախագահական մոդել։ Մենք բոլորի հետ խոսում ենք։ Իրականում շատ ամեն օր, այո, բոլորը որն է, Քոչարյանից հետ չենք խոսում։ Էլում է չեք խոսում։ Ասենք Սերժ Սարգսյանից հետ չենք խոսում։ Էլ չենք խոսում ազգային ինչա բևեռա կոչվում, հա, թե Սասնաձողերի նախկին, հա, օրինակ կարմիր գծեր չեն 98 թվականից հետո, հրաժարականից հետո իշխանությունների հետ համագործակցողների հետ դաշինք կազմել կամ 2008 թվականի մարտի 1-ից։ Դա անհեռանկարային սցենարներն են Հայաստանի համար։ Ուժեղ Հայաստան ճաշման հետ կհամագործակցեք։ Դե մենք ունեցել ենք հանդիպումներ, խոսացել ենք, իրանց աստեղային ժամն այն չոր իմաստով։ Ասենք իրանք եթե սխալներ կատարեն, իսկ իրանք սխալներ կատարում են, իրանք կարող է կորցրեն այդ մոմենտումը։ Իսկ որ դուք ընտրվեք, առաջին բանը որ անելու եք, այդ որն է լինելու։ Քաղբանտարկյալների ազատումը։ Կներեք, ես էլ ձեր խաղի կանոններին չեմ ենթարկվում։ Դուք ավելի ձեր հարցերը տվեք, ես ոնց կուզեմ կպատասխանեմ։ Այսօր սենց ոճը սևի մեջ ենք։ Ես ու Արենը մեջինգ ենք հավաքնվում այս վերջի մի քանի հաղորդումը։ Ասեք, ես էլ սև վադալած քաղաքների բարոձես։ Ես ձեզ տեսել եմ։ Պրոֆեսիոնալի մասնագիտությամբ ֆիզիկոս եմ։ Այդ գիտենք։ Այդ գիտեք։ Դուք հիմա հարցում եք, չէ՞, հետաքրքրում է քաղաքական գործի բակգրաունդը, ինչ որ լսարանի համար դա հետաքրքիր կլինի։ Ինչ որ պայից սկսած շատ սիրել եմ մարտարվեստները։ Կարանք ցույց ներկայացնենք կարատեիստ։ Նու ես հիմա կարատեիստ չեմ, բայց ես շատ լուրջ եղել եմ այդ բանի գործի մեջ։ Նախկին կարատեիստ։ Միշկոտուզը։ Ողջույն Gen-Z հետևորդներ, շարունակում ենք մեր քաղաքական հարցազրույցների շարքը։ Այսօրվա մեր հյուրն է թրեյդինգով զբաղվող, մարտարվեստների սիրահար, ֆիզիկոս, Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան։ Կինո եմ սիրում, վաղտին ուզում եի կինո ռեժիսոր էլ դառնալ, այնպես որ շատ կլինի արդեն։ Հա, շատ ահա։ Երեքա։ Բարի գալուստ Ctrl-Z։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ հուզիչ եւ պարտավորությունող հարցազրույց է, որտեվ հանդիպում ենք Gen-Z-ի հետ, ինչքան հասկանում եմ։ Միք չէ ալֆա, այո, Gen ալֆայի հետ, հա, չէ։ Մեզ տատիկ պապիկներն էլ են նայում։ Ալֆաները ավելի շատ փոքր են։ Շատ լավ։ Պարոն Զուրաբյան, մենք դպրոցից սովորել ենք, որ Արցախյան պատերազմում հաղթել ենք, Արցախը արդեն հայկական է, բայց հետո արդեն դպրոցը ավարտելու ժամանակ պարզվեց, որ պարտվել ենք ու Արցախը արդեն հանձնվել է, հայկական չէ։ Ինչը խանգարեց, ինչը չթողեց, որ հաղթանակից հետո Արցախի ազատագրումը թղթերով, փաստաթղթերով հաստատվի։ Մենք ինքներս մեզ հաղթեցինք։ Ավելի ճիշտ ինքներս մեզ պարտվեցինք, որովհետև հաղթանակը ձեռք էր բերված, խաղաղության պայմանագրի տեքստը
մշակված էր եւ ընդունված էր միջազգային հանրության ու Ադրբեջանի կողմից եւ խաղաղությունը չկայացավ բացառապես այն պատճառով, որ արդեն Հայաստանի ներսում գտնվեցին մաքսիմալիստներ, առավելապաշտներ, այսինքն մարդիկ, որոնք ավելին էին ուզում, քան մենք ձեռք էինք բերել այդ բանակցություններով, եւ թույլ չտվեցին, որ այդ խաղաղությունը կայանա։ Ովքեր թույլ չտվեցին։ Դա հայտնի բան է։ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, եթե այսինքն դուք չեք կարող հիշել, բայց պատմությունը դա արձանագրել է։ 1998 թվականին պարտադրեցին Տեր-Պետրոսյանին հրաժարական։ Հենց այդ խնդրի շուրջ ցակած բանավեճի պատճառով։ Բայց պարոն Զուրաբյան, մինչև այդ Լևոն Տեր-Պետրոսյանը լեգիտիմություն ուներ, բացարձակ լեգիտիմություն ուներ։ Ինչը կարող էր խանգարել լեգիտիմ նախագահին, որ իր պաշտոնյաները իր դեմ դուրս են գալիս։ Լսեք, մենք ցեղասպանություն տարած ազգ ենք։ Մեր մոտ շատ լուրջ այդ բանը կամքը ինչ որ պատմական հայրենիք վերականգնելու այդ բանը այդ մտայնությունը ինքը շատ արմատավորված է։ Մեր մտավորականության մեջ էլ դա կար, մեր հասարակության մեջ էլ կար պրակտիկ, ռեալիստական, ստրատեգիական քաղաքականությունը չէր ընդունվում մեր հասարակության կողմից։ Դա այն քաղաքականությունն էր, որի շնորհիվ մենք հասանք հաղթանակի։ Բայց երբ որ արդեն գնում ենք խաղաղության եւ պետք է տայինք Ղարաբաղից դուրս մի քանի շրջան, որոնք չեն եղել բնակեցված, չգիտեմ, վերջին 100-ամյակին հայերով, մենք պետք է տայինք ու խաղաղություն կանքեինք, մեր այսպես ասեմ, կոլեկտիվ հայդատական մտայնությունը թույլ չտվեց դա անել։ Բայց չէ՞ որ պատերազմի ավարտից հետո մենք հաղթանակած էինք ու երբ որ պատերազմը ավարտվում է, կնքվում են նաև պայմանագրեր, հաշտության պայմանագիր, խաղաղության պայմանագիր։ Ինչու հենց պատերազմի ավարտից հետո այդ պայմանագիրը չկնքվեց, ոչ մի փաստաթղթավորում չեղավ, միայն հրադադարի թուղթ փաստաթղթ կնքվեց։ 1994 թվականին Բուդապեշտյան ԵԱԿ-ի սամիթով Ղարաբաղը ճանաչվեց իրավահավասար կողմ Ադրբեջանին ու Հայաստանին։ Դա միջազգային փաստաթուղթ էր 54 ազգերի կողմից ընդունված, այդ թվում նաև Ադրբեջանի։ Եվ դրա հիման վրա սկսվեցին բանակցություններ, որոնք ավարտվեցին 1997 թվականին պայմանագրի տեքստով, որին մենք տվեցինք մեր համաձայնությունը։ Ադրբեջանը տվեց իր համաձայնությունը։ Իր համաձայնությունը չտվեց Լեռնային Ղարաբաղը։ Իսկ այդ ժամանակ այ դրանով խաղաղությունը չկայացավ։ Իսկ Լեռնային Ղարաբաղը եւ իր ղեկավարությունը եւ այն մարդիկ, որոնք Հայաստանում էին դրթում, որ այդ բանը չընդունվի Լեռնային Ղարաբաղի կողմից, ըստ էության անհեռատեսություն քաղաքական դրսևորեց եւ մենք այդպես էլ չկարողացանք մեր հաղթանակը ամրապնդել։ Ես նորից կրկնում եմ, միջազգային հանրությունը հաշտվել էր մեր ձեռքբերումների հետ, Ադրբեջանը հաշտվել էր մեր ձեռքբերումների հետ, պայմանագրի տեքստը դրած էր սեղանին, Ադրբեջանը համաձայնվել էր, մենք համաձայնվել ենք, Լեռնային Ղարաբաղը, որը իրավունք ուներ մերժելու, մերժեց։ Այսինքն միայն ներքին դերակատարներն են եղել, որ չի ստորագրվել այդ փաստաթուղթը։ Ռուսաստանը դերակատարություն ուներ, ուղիղ հարցը։ Ռուսաստանը հիմա եթե բան ենք անում, վերցնում ենք այդ օրվա բաները, պաշտոնական հայտարարությունները, իրենց իմպուլսները, որ իրանք ուղարկում էին, նրանք լիովին աջակցում էին այդ ստորագրությանը։ Այսինքն մենք հիմա անգամ ունենք հավելյալ ինֆորմացիա, որովհետև պետդեպարտամենտի փաստաթղթերը գաղտնազերծվել են եւ այնտեղից պարզ է լինում, որ Քլինտոնը եւ Ելցինը պայմանավորվել էին, որ այս բանը պետք է գնա առաջ։ Ավելին ձեզ ասեմ, երբ որ Տեր-Պետրոսյանը տպեց իր հայտնի հոդվածը խաղաղություն թե պատերազմ, Պրիմակովից եկավ, Պրիմակովը այն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարներ։ Նամակ եկավ, որ սա պետական այրի բան է, հոդված է, որը մտածում է իսկապես իր երկրի ապագայի մասին։ Այսինքն ես չգիտեմ տակից ինչեր են եղել, հիմա հազար մի բան կարող են ասել, բայց պաշտոնական, դիվանագիտական բոլոր կանալները
ասում էին մի բան, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան լրիվ միասնական են այդ պլանը իրագործելու ցանկության հարցում։ Պարոն Զուրաբյան, բայց այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանը իր պատերազմի թագավորություն հոդվածում ասել էր, որ հակամարտության լուծումը կախված է կողմերի կամքից, սակայն հետագայում արդեն ասեց, որ այդ լուծման բանալին Ռուսաստանի Դաշնության ձեռքում է։ Հիմա որ չեն հակասում այդ հայտարարությունները իրար։ Չէ, եկեք տարբեր ժամանակաշրջաններին է դա վերաբերվում։ Այն ժամանակ, երբ որ ինքը ասում էր հակամարտության կողմերի կամքից է, դա խոսքը գնում է հենց 98 թվականին, եւ դա այդպես էլ պարզվեց։ Եթե Լեռնային Ղարաբաղը կոպիտ ասած համաձայնվեր իր ստորագրությունը դներ այդ փաստաթղթերի տակ, մենք այսօր կապրեինք խաղաղության մեջ։ Եթե այն մարդիկ, որոնք դրթել են, որ Լեռնային Ղարաբաղը չստորագրի այդ փաստաթուղթը, արդեն այդ մարդկանց անունները տվեցինք, եթե ժամանակին համաձայնվեին, մենք այսօր կլինեինք հաղթանակած Ղարաբաղով խաղաղության մեջ։ Մենք արդեն 30-ից ավել տարիների փորձ կունենայինք խաղաղության, մենք կունենայինք նավթամուղը եւ գազամուղը եւ բոլոր ճանապարհները անցնելիս Հայաստանով եւ մենք կլինեինք բարեկեցիկ բարգավաճ երկիր ազատ Ղարաբաղով, ազատ Արցախով։ Պարոն Զուրաբյան, բայց այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը իսկ դրանից հետո այդ ժամանակ դեռ կար ինչ որ բան հավասարակշռություն Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև։ Հետագայում կամաց Ռուսաստանը սկսեց ուժեղանալ եւ նրա ազդեցությունը Հարավ Կովկասում սկսեց ուժեղանալ։ Հիմա իհարկե մի քիչ հակառակ process-ներ են գնացել, բայց այն ժամանակ այդպես էր։ Եվ այն ժամանակ, երբ որ Տեր-Պետրոսյանը ասում էր, որ բանալին Մոսկվայի ձեռքում է, ինքը նկատի ուներ, որ արդեն այդ իրավիճակը փոխվել է այն առումով, որ Մինսկի խմբի համանախագահների միջև Ռուսաստանը կոնկրետ ձեռքա բերել անհամեմատելի մեծ կշիռ եւ ազդում է process-ի վրա ավելի շատ, քան մնացած։ Ես ասեմ, մի քիչ Ամերիկան ու Ֆրանսիան այդ թվերին ոնց որ Ռուսաստանի ֆարվատերում հետևեին, այսինքն իրենք ինչ որ իմաստով հանձնվել էին այն իրողությանը, որ սա Ռուսաստանի ազդեցության տարածք է, Ռուսաստանն է արդեն կառավարում այդ process-ը Լեռնային Ղարաբաղի հետ կապված եւ այլն։ Տեր-Պետրոսյանը ասած է, ընդհանրապես արձանագրում էր նոր ստեղծված իրողությունը։ Պարոն Զուրաբյան, բայց վերադառնալով այն ներքին ճնշմանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակ Հայաստանի կառավարության մեջ էին։ Դուք ասում եք, որ հրաժարվեց Արցախի իշխանությունը, բայց այդ ժամանակ ձեր նշած մարդիկ Հայաստանի կառավարության մեջ էին։ Այստեղ մենակ անհամաձայնություններ Արցախի իշխանության, թե նաև Հայաստանի կառավարության ու իշխանությունների ներսում կար այդ անհամաձայնությունը։ Ես ասացի, որ նաև կային մարդիկ, որոնք դրդում էին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը։ Բնականաբար, եթե ասենք Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որ այդ ժամանակ վարչապետ էր 97 թվին արդեն, բանը Սերժ Սարգսյանը, եթե իրենք բռնեին Տեր-Պետրոսյանի գիծը, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը շատ դժվար կլիներ մերժել այդ բանը, փաստաթուղթը։ Բնականաբար իրանց հետևում կանգնած մարդիկ էին Հայաստանի կառավարությունում, եւ դա ստեղծում էր լուրջ խնդրեմ։ Բայց օրինակ որովհետեւ մի բան է, երբ որ դու քո խաղաղության պլանը մերժում է անդիմությունը, դա հաղթարելի բան է։ Մի բան է, եթե քո պլանը մերժում է, ասենք Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, ի վերջո դու կարող ես ինչ որ բանակցությունների կամ ասենք ինչ որ լուրջ ազդեցության շնորհիվ փոխել տալ իրենց դիրքորոշումը, բայց երբ որ արդեն անհամաձայնությունը մտնում է կառավարության ներսը, այդ դա դառնում է անհաղթարելի իրավիճակ։ Իսկ ինչպես է հնարավոր, որ այդ անհամաձայնությունը եղներ կաբինետի ներսում, հենց նախագահի կաբինետի ներսում, գուցե բավարար լեգիտիմություն չկար, որ կաբինետի կողմից այդ ընդվզումը կար։ Այսինքն ուղղակի անհամաձայնությունը չի կարող լինի, ասենք եթե ցանկացած կառավարությունում կան ասենք բազեներ եւ
աղավնիներ։ Բայց թող ազատեր այդ բազաներին ու շարունակեր աղավնիների քաղաքականությունը։ Դե ես նորից եմ ասում, մեր հասարակության մեջ շատ ուժեղ էր նստած այդ հայդատական գործը։ Օրինակի համար ձեզ հետաքրքիր բան պատմեմ։ Սեպտեմբերի 27-ին, այսինքն մի օր անց Տեր-Պետրոսյանի հայտնի պատմական այդ ասուլիսից հետո ինձ զանգեց Վազգեն Սարգսյանը։ Եվ ասաց բանակում շատ մեծ դժգոհություն կա Տեր-Պետրոսյանի ասածների վերաբերյալ։ Ասի այսինքն, որ ասացի վերաբերյալ, որ մենք պետք է գնանք կարգավորմանը, որ մենք պետք է ինչ-որ այդ 5 շրջանները հետ տանք եւ այլն եւ այլն։ Ես ասացի, բայց 91 թվականից Տեր-Պետրոսյանը այդ նույն գիծը բան անում, ասում է եւ միշտ խոսել է կոմպրոմիսների հիման վրա Ղարաբաղի խնդրի լուծման մասին։ Իրեք ինչ ասաց ինձ Վազգեն Սարգսյանը։ Ինչ ասաց։ Ասաց, բայց ես այն ժամանակ կարծում էի, որ ինքը ընդհանրապես դիվանագիտական խաղ է տանում։ Իսկ հիմա ես հասկացա, որ ինքը լրջորեն պատրաստվում է դա իրագործել։ Պարոն Զուրաբյան, Այդ սա ինչ եմ կարևոր համարում, որովհետև 96 թվի այդ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ որ Վազգեն Սարգսյանը ելույթ ունեցավ Տեր-Պետրոսյանի նախընտրական բանին, միտինգին, ինքը ասեց բառացիորեն հետևյալը, որ ժողովուրդ շատերը խոսել են հայդատի մասին, մեր պատմական հայրենիքի վերականգնման մասին եւ այլն եւ այլն, բայց ոչ մի բան չեն ասել։ Իսկ Տեր-Պետրոսյանը այն մարդն է, որ քայլ առ քայլ իրագործում է հայդատի գործը եւ վերականգնում է մեր պատմական հայրենիքը։ Ուզում եմ ասեմ, ինքը պարզ ասում էր, որ այո, ես համարել եմ, որ մենք զբաղված ենք պատմական հայրենիքի հայդատի իրագործման հարցում, հենց որ հասկացա, որ մենք այլևս այդ ուղղությամբ չենք գնալու, այսինքն որ մենք գնում ենք հիմա կոմպրոմիսի, իսկ մեր համար կոմպրոմիսը շատ պարզ էր։ Մենք պետք է պահպանեինք այն հողերը, որտեղ ապրում էին հայերը, այն հողերը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, հետ վերադարձնենք։ Ու ամբողջ աշխարհն էր դրա վրա պնդում։ Ու ամբողջ աշխարհը պատրաստ էր ընդունել, որ կարող է լինի ազատ Արցախ մեր վերահսկողության տակ, բայց պատրաստ չէր ընդունել, որ մենք նաև բացի Արցախի հողերից ու մեր վերահսկողության տակ պահպանենք այն հողերը, որոնք ադրբեջանաբնակ են, Աղդամը, չգիտեմ, Ջաբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Ղուբատլին, հասկանում եք։ Պարոն Զուրաբյան, բայց եթե դուք նշում եք, որ 91 թվականից այսինքն ինքը կարծում էր, որ մենք հայդատը շարունակելու ենք։ Եթե թեզը առաջ է տարվել, որ պետքա շրջանները հանձնվեն եւ այլն, ու եթե երկրորդ ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին ընտրվել է, այդ դեպքում ի՞նչ նախանգարել, որպեսզի չգնան այդ պայմանագրի ստորագրմանը, եթե Պետրոսյանը որպես նախագահ ուներ ժողովրդի քվեն։ Բայց ես նորից եմ ասում, դուք այս բանը փորձում եմ արդեն որերորդ անգամ բացատրել, որ հայդատի գաղափարը շատ խորն է նստած մեր հասարակության մեջ եղել։ Շատ խորը։ Իսկ մեր քաղաքականությունը իրականում երբեք չի եղել հայդատական։ Ոնց հայդատական ժողովուրդը ընտրեց։ Մեր քաղաքականությունը եղել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, իրավունքների պաշտպանության, ինքնորոշման հարգման, բայց երբեք չի եղել տերիտորիալ բանի քաղաքականություն, այսինքն տերիտորիալ էքսպանսիայի, Ադրբեջանից հողեր գրավելու քաղաքականություն, դա երբեք չի եղել այդպեսին։ Հիմա ուրիշ բան, որ Տեր-Պետրոսյանի կառավարության մեջ որոշ մարդիկ համարել են, որ բանա մենք գնում ենք հայդատի ճանապարհով, բայց մենք հայդատի ճանապարհով երբեք չենք գնացել։ Այդ իրանց բանն է եղել, աբերացիան, իրանց ուղեղում կատարվող process է եղել։ Մենք հայդատի ճանապարհով չենք գնացել։ Մենք գնացել ենք Լեռնային Ղարաբաղի ազատագրման ճանապարհով։ Ոչ թե ազատագրման, այլ որ ապահովենք նրանց համար ինքնորոշման եւ ազատության իրավունքները։ Մենք ըստ էության պաշտպանել ենք Արցախի բնակչությանը նրան սպառնացող ցեղասպանությունից, որը շատ էական էր, շատ լուրջ սպառնալիք էր։
Պարոն Զուրաբյան, այս հայ դատականության հարցը պարզ է, բայց կարող էր արդյոք 96 թվականի ընտրությունների լեգիտիմությունը կամ ինչպես լուրջ քննադատություն կա ձեր ուղղությամբ լեգիտիմության բացակայությունը խանգարեր նախագահային այդ հարցը լուծել։ Ես կարծում եմ դա երկրորդական հարց էր։ Օրինակի համար, բայց ի վերջո այդ ընտրությունները լեգիտիմ են, թե չէ։ Վազգեն Սարգսյանը ավելի շատ բարձ բան եմ ասում։ Եթե Վազգեն Սարգսյանը բռներ Տեր-Պետրոսյանի կողմը, ոչ մի նման հարց չէր ցակի։ Ընդհանրապես ոչ մի հարց։ Ու դա դու գիտեք եղել է այդ նույն ժամանակաշրջանում, երբ որ ինքը զանգել էր ինձ ու զրուցում եք, մի օր ես այդ ամբողջը կբացահայտեմ։ Կարող է գիրքել գրեմ, որտեղ այդ սա բացեմ։ Վազգեն Սարգսյանը 2 ամիս շփվել է Տեր-Պետրոսյանի հետ իմ միջոցով, որովհետև ինքը խնդրեց, ասեց, ես չեմ կարող ես փոխանցել իրեն, ասեց, բայց դու ինչի՞ չես զանգում իրան։ Ինքը ասեց, բանա, ես ուղղակի չեմ ուզում ինչ որ մի հատ կոշտ բան ասեմ, որից հետո մեր հարաբերությունները անդառնալիորեն փչանան, դրա համար խնդրում եմ, որ դու միջնորդել ես։ Ու ես 2 ամիս այդ միջնորդական գործունեությունը տանում էի։ Ու հետո եկանք մի շրջանի, երբ որ ինքը եկավ այնուամենայնիվ հանդիպեց Տեր-Պետրոսյանի հետ, մի 4 ժամ նստեց, իր հետ խոսած, հետո լուսավորված դուրս եկավ իր կաբինետից ու ասեց, բանա, հա չէ, նախագահը ճիշտ է, այս հարցում մենք պիտի գնանք զիջումների, փոխզիջումների։ Եվ մի շաբաթ սսկվել էին, ոչ Ռոբերտ Քոչարյանից զենք կար, ոչ Սերժ Սարգսյանից եւ այլն, ոչ ոք, ամեն ինչ արդեն կարգավորվել էր։ Բայց հետո ինքը նորից փոխվեց։ Ես ինչ եմ պատմում, ես ուզում եմ այդ թեզը բացատրեմ։ Վազգեն Սարգսյանի դիրքից կախված էր ինչ ճանապարհով մենք կգնայինք։ Եթե Վազգեն Սարգսյանը կոպիտ ասած մնում էր հավատարիմ Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը, ամեն ինչ ավարտվում էր։ Այդ հայդատական, ասենց ասեմ, պորտկումը կկարգավորվեր եւ մեր կառավարության մեջ եւ Լեռնային Ղարաբաղում։ Պարոն Զուրաբյան, ճիշտ ենք հասկանում, որ այդ ժամանակ նաև Վազգեն Սարգսյանի խոսքից էր կախված, թե ով կմնա իշխանությանը կամ ընդդիմությունը կգա իշխանության, թե չէ, որովհետև այդ ժամանակ է նա հայտարարել էր, որ 96 թվականին իրականում ասում եմ ձեզ, ստեղծվել էր կոնֆլիկտ։ Խոսքը 96 թվականի ընտրությունների մասին է, երբ որ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր, թե այս իրավիճակով պայմանավորված նույնիսկ եթե ընդդիմությունը ստանա իշխանություն, բանակը իր կողքը չէր կանգնի, այսինքն ես չեմ շղթում, որ 96 թվականի ընտրությունները խնդրահարույց էին եւ բավականին լուրջ խնդիրներ առաջացրեցին մեր հասարակության մեջ։ Չեմ շղթում դա, բայց դուք այլ հարց եք տալիս։ Դուք Ղարաբաղյան կարգավորման հարցեր եք փորձում կապել։ Ես էլ ասում եմ, որ Ղարաբաղյան կարգավորման հարցը որևէ կերպ չի կապվում ձեր ասած խնդրի հետ։ Չի կապվում։ Ուղղակի չենք պատկերացնում էլի, որ բացարձակ լեգիտիմություն ունեցող նախագահը կա իշխանության երկրորդ անգամ ու չկարողանա այդ հարցը լուծել կամ ինչ որ 3 պաշտոնյաների ճնշման տակ որոշի հրաժարական տա։ Ուրեմն դուք չեք պատկերացնում մեր հանրության, ասենց ասեմ, այդ մտայնության բայց այդ հանրությունը ընտրել է, չէ՞ Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ անգամ։ Բայց երբ որ հարց է ծագում, որ եւ ընդդիմությունը եւ Լեռնային Ղարաբաղ եւ անգամ բանի Տեր-Պետրոսյանի կառավարության ներսի էլեմենտները ներկայացնում են հանրության այնպես, որ Տեր-Պետրոսյանը պատրաստում է ծախել Ղարաբաղը, որը սուտ էր, բայց իրանք այդպես ներկայացնում էին։ Իրանք իշխանությունը ո՞նց վերցեցին ազգային ժողովում։ Գնացին բոլորի մոտ տարածեցին, որ Լեռնային Ղարաբաղի բանը, Լեռնային Ղարաբաղը ուզում է տա Ադրբեջանի Տեր-Պետրոսյանը։ Միջև հիմա հետո Քոչարյանն էլ գրեց իր գրքում, հետո այդ թեզը հա շարունակվել է։ Ճիշտ է, մենք հետո ջախջախեցինք, շնորհիվ նրա, որ Մինսկի խմբի բանը այդ համանախագահության փաստաթղթերը ի վերջո հրապարակվեցին։ Երբ որ հրապարակվեցին, պարզ դարձավ, որ ոչ մի նման բան չի եղել։ Բայց քանի որ դրանք հրապարակված չէին, քանի դեռ դրանք հրապարակված չէին, այդ խնդիրը շահարկվում էր իրաց կողմից եւ Տեր-Պետրոսյանը պատասխանելու հնարավորություն չուներ։ Իդեպ էլ ասեմ ձեզ, պատասխանելու համար այդ գաղափարը ես իրան տվեցի օրինակի համար, ասացի միգուցե մենք խնդրենք Մինսկի խմբի համանախագահությանը, որ որոշակի կոնֆիդենցիալության պարտավորությունները հանվեն, օրինակի համար մենք հրապարակենք 97 թվի այդ փաթեթային պլանը, որը մեկը արդեն չէր իրագործվելու, իր բանը կորցրել էր, բայց գոնե երևում էր մեր մոտեցումները եւ պարզ կլներ, որ մենք ոչ մի Ղարաբաղ չենք ծախում։
բայց Մինսկի խմբի համանախագահները այդ բանակցությունները վարեց Վարդան Օսկանյանը, նա դիմեց իրենց, մերժեցին դա։ Եվ Տեր-Պետրոսյանը հայտնվեց մի իրավիճակում, իսկ դա եղել է միշտ իր գլխավոր դեմոկրատական զենքը, որ ինքը դուրս էր գալիս, դուք չգիտեմ տեղյակ եք դրա մասին, թե չէ, բայց ինքը դուրս էր գալիս ամբողջ ժողովրդի առաջ, մի ժամանոց ելույթ էր ունենում եւ հասարակական կարծիքը փոխվում էր։ Ինքը պատրաստվում էր ունենալ նման մի ելույթ, բայց իրան պետք էր այդ զենքը, իրան պետք էր այդ ինֆորմացիան տալ ժողովրդին, ասել ժողովուրդ ջան, այս է իսկական process-ը։ Այդ հնարավորությունը իրան չտրվեց։ Պարոն Զուրաբյան, Իսկ երբ որ դու որպես լիդեր հնարավորություն չունես ճշմարտությունը քո ժողովրդին ասել, դու խոցելի ես։ Պարոն Զուրաբյան, իսկ վերադառնալով 96 թվականի ընտրություններին, դուք չհերկեցիք, որ դուք ասացիք, որ դրանք խնդրահարույց են եղել։ Խնդրահարույց ընտրությունների միջով անցած իշխանությունը, որ այդ իշխանությունը նաև պահել է, ո՞նց կարող էր հանրությունը երկրորդ անգամ վստահել։ Երկրորդ անգամ նկատի ունեք 2008 թվին։ Հա, 2008 թվին վստահեց։ Այդ ընթացքում եւ հիմա, որովհետեւ դուք համարում եք, որ չէր կարող, 2008 թվի իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը վստահեց Տեր-Պետրոսյանին։ Արեց թե չէ։ Իսկ հիմա, պարոն Զուրաբյան։ Չէ, 2008 թվի հետ համաձայնվում եք, որ արեց, որ ժողովուրդը վստահեց Տեր-Պետրոսյանին։ Շատ լավ, իսկ հիմա Այդ հարցը վիճակվում է 96 թվից հետո ո՞նց կարող է վստահել։ Ես էլ ձեզ բերում եմ ապացույց, որ վստահել է։ Դե հանրության մի հատվածն է, որ 96 թվի մասին մի բան ասենք։ Եթե էքսկլյուզիվ է ասեք, եթե էքսկլյուզիվ է ասեք։ Իհարկե էքսկլյուզիվ է։ ասեք։ Ես ընդհանրապես շատ կրկնվելու սովորություն չունեմ։ Նայեք, դուք ձեն բուդդիզմի հետ ծանոթ եք։ Բուդդիզմի։ Ձեն բուդդիզմի հետ, ճապոնական տեսակն է բուդդիզմի, խաբար եք, լսել եք։ Հա։ Չէ, բայց մեզնից օֆիսում մարդ կա, որ հետաքրքրված է։ Ձեն բուդդիզմում այնտեղ կա մի sense մեթոդաբանություն, որ իրականում դու կարող ես շատ արագ քո բոլոր խնդիրներից ազատվես, եթե ճիշտ դա sense լուսավորիչ պահը որսաս։ Այդ սովորաբար փոխանցվում է փոքր պատմություններով, որոնք ձեն բուդդիզմում կոչվում են կոաններ։ Հիմա ես դες մի հատ կոան եմ ուզում պատմեմ, որը իմ կարծիքով շատ ճիշտ ձևով կպատասխանի ես 96 թվի հարցի մասին, որովհետև 96 թվի հարցի մասին այնքան են հարցրել, այնքան ենք բանավիճել, այնքան պատասխաններ են տրվել։ Հիմա մենք դուք եթե ուզում եք մենք միշտ գնանք ու հանենք Սահմանադրական դատարանի նյութերը 96 թվականի, նորից դրանք վերլուծենք, նորից մտնենք այդ դատավարության մեջ, ես ձեզ այս կոանը պատմեմ, կարող է թեթևացնի այս բոլորիս վիճակը։ Ուրեմն երկու վանական գնում են, հասնում են մի գետի։ Այդ գետի մոտ կանգնած է մի չքնախ աղջիկ։ Եվ նրանք ուզում են անցնեն, այդ աղջիկը ասում է ինձ կարա կօգնեք ես էլ անցնեմ, ու վանականներից մեկը ստիպված գրկում է այդ աղջկան։ Ու անցկացնում է գետի վրայով։ Դե հասկանում եք, վանականի համար տենց հպվել աղջկա հետ, ինչ որ պրոբլեմատիկ բան է դիտարկվել, որը ինչ-որ ցանկություններ կարող է արտնացնի եւ այլն։ Հիմա այդ գետը, որ անցնում են աղջկան դե իջացնում են նա գնում է, հետո շատ երկար երկու ընկերով շարունակում են ճանապարհը, ասենք մի քանի մղոն, մեկ էլ այն մյուս ընկերը ասում է, լսի, բայց դու այդ աղջկան գրկեցիր։ Դու հասկանում ես դու ինչ մեղք ես գործել։ Գիտեք ինչ է ինքը պատասխանում։ Այս լուսավորիչ պահերից մեկն է կողմերի, ասում է, լսի, ես այդ աղջկան թողեցի գետի մոտ։ Իսկ դու միջև ստեղ իրան բերել ես։ Այսքան մտքիդ մեջ։ Բայց ինչ թողեք 96 թիվը գետի մոտ։ Այն թիմում, որը ներկայացնում է Հայ ազգային կոնգրեսը, մեկ մարդ անգամ չկա, որը որևէ առնչություն ունի ընտրակեղծիքների հետ։ Բայց կան մարդիկ, որոնք պայքարել են ընտրակեղծարարության դեմ, անցել են մարտի մեկով, նստել են բանտեր, ընկել են բանի այդ ոստիկանական բաների տակ, մահակների տակ։ Բանտեր են նստել, տանջվել են, խոշտանգվել են։ Այսինքն սա մի կուսակցություն է, որը
հիմա բանա անաղարտ ընտրությունների բանա ջատագովա եւ իր բանով անցած ճանապարհով ապացուցել է դա մենք ենք կռվել բոլոր ընտրական հանձնաժողովներում այդ ընտրակեղծիքների դեմ ասում եմ այն մարդիկ որոնք կարող է պատահի զբաղվել են ընտրակեղծիքներով դրանցից մեկը չկա այսօր բանում կոնգրեսում բայց փաստորեն 2008-ը ձեր խավարաններ է այդ աղջկան թողեք գետի մոտ անցնենք առաջ ու ասեմ մենք ասենք մեր ծրագրային մոտեցումներից մեկը մենք իսկապես համարում ենք որ հիմա ճգնաժամ կա կապված նրա հետ որ օրենքի գերակայության խնդիրները Հայաստանում բան են անում ոտնահարվում են այսօր ինչ է անում Փաշինյանը իրան հայտարարել է բան բացարձակ դիկտատոր ինքը որոշում է ես կառավարությունն եմ ես օրենքն եմ ինքը որոշում է ամեն ինչ ինքն է որոշում Պարոն Զուրաբյան վարչապետին դեռ կանադառնանք եկեք ցած ժամանակագրորեն գնանք ոնց ասեք 98 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց մենք հիմա Հայաստանի ամբողջ պատմությունը sense վերլուծելով գնալու ենք շատ երկար պատմություն ունի ձեր կուսակցությունը բայց պատկերացնում եմ այդ դեպքում դաշնակցությունը ինչ օրը կընկնի ձեր ձեռը մի 4 ժամանակ հարցազրույց կանենք 19-րդ դարից կփորձենք Լևոն Տեր-Պետրոսյանը 98 թվականին հրաժարական տվեց, բայց 2003 թվականին մի բան միջև շարունակելը ընտրություններին։ Դուք հասկանում եք, որ մենք գնում ենք ընտրությունների նոր ծրագրով, նոր մոտեցումներով, Gen-Z-ի համար շատ հետաքրքիր տեխնոլոգիական պլատֆորմով, բավականին լուրջ առաջարկներ ունենք բոլոր բնակավարներում, դուք դա գիտակցում եք։ Այո, բայց չկարծում որովհետև ես մի հատ մտահոգություն ունեմ, որ դուք չափազանց շատ եք կենտրոնանում պատմության վրա, իսկ մինչդեռ մեր ժողովրդին ու հատկապես Gen-Z-ին հետաքրքրում է ապագան։ Բայց նաև ներկայացնում ենք Gen-Z-ներին, թե ինչ քաղաքական հետագիծ է ունեցել որոշակի քաղաքական ուժ, կուսակցություն կամ կոնկրետ գործիչ դրա համար։ Մի քիչ ավելի առաջընթաց տեմպով գնանք, էլի, այդ եմ ասում։ Մի քիչ առաջընթաց, ուրեմն կարճ ենք պատասխանում։ Շատ է երկարացնում։ Նու, տեղ։ Բայց կշարունակենք ելի նույն տեմպով։ Ծրագրին իհարկե կգանք, բայց մենտես հարցս վերջապես տամ։ 98 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բայց հարցը մնում թե ինչու 2003 թվականի նախագահական ընտրություններին կրկին թեկնածություն չդրեց։ Ինքը այդ հարցին պատասխանել է։ Ես հիմա ստիպված պիտի հիշեցնեմ։ Ինքը ասել է, որովհետև այդ ժամանակ Ստեփան Դեմիրճյանի աստեղային ժամներ, 98-ին Կարեն Դեմիրճյանի աստեղային ժամներ, 2003-ին Ստեփան Դեմիրճյանի աստեղային ժամներ, այդ ժամանակ մտնել քաղաքական գործընթացի մեջ կնշանակեր խանգարել այդ մարդկանց։ Բայց այդ ժամանակ շատ հետաքրքիր դեպք եղավ Ռոբերտ Քոչարյանի հրավերով Հայաստան ժամանեց Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը, ու այդ ժամանակ Բորիս Ելցինը հանդիպեց նաև առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին, որտեղ այդ հանդիպումից հետո Ելցինը ասեց, նաև խոսակցություններ կային, որ նախագահան չի առաջադրվելու նախագահի ընտրություններին։ Հետո դուք իմացել եք, ունեցել է զրույց շատ մտերիմ, իմացել է ու արել է մի բան, որը ըստ էության էթիկական նորմերի խախտում էր, որովհետև եթե դու մի բան քո ընկերական զրույցում իմանում ես, հեչ անպայման չի որ դու դա գնաս քաղաքական դաշտին հայտնես, հատկապես մեր էդի մի քիչ ոնց որ մեր ներքին գործերի մեջ խառնվեր, էլի։ Այսինքն այդտեղ մի էթիկական խնդիր կա, բայց էթիկական նորմը խախտելով նկատի ունեք, որ սուտ բան է տարածել, թե անձնական զրույց։ Ինքը գիտեր, ինքը իմացել էր Տեր-Պետրոսյանից, որ Տեր-Պետրոսյանը հաղորդագրություն է տարածել, որ քաղաքական ոչ մի թեմա չի քննարկվել այդ զրույցի ընթացքում։ Լսեք։ Ինքը այդ թեմայա, ընկերոջը հարցում է, գնալու ես ընտրություն, ասել է չէ։ Թեմայա քաղաքական։ Այդ դեպքում ինչու էր հաղորդագրություն տարածվել, որ քաղաքական թեմաներից քննարկումներ չեն եղել։ Որովհետև Ելցինը դրեց անհարմար վիճակի մեջ Տեր-Պետրոսյանին։ Տեր-Պետրոսյանը ընդհանրապես այդ թեմայով չէր ուզում խոսել։ Ու Ելցինը իր վրա վերցրեց, չգիտես ինչի, Տեր-Պետրոսյանի խոսնակի ֆունկցիան, գործառույթը, որը անհարմար վիճակի մեջ դրեց։ Տեր-Պետրոսյանին ստիպված Տեր-Պետրոսյանը փորձում էր այդ բանը, այդ անհարմարությունը մաքրել։ Ինչ խնդրեմ կա դա։ Բայց այդ ժամանակ Ելցինի մեղավորությունն էր։
Վերած մարդու հետևից չեն խոսում, բայց դա հիմա փաստ է։ Բայց ինքը ուղղակի ընկեր չէր ժամանակ, ինքը նաև Ռուսաստանի առաջին նախագահն էր, ինքը ինչ-որ կարգավիճակ ուներ, չէ, ու որպես նախագահ ինքը ասում եք ընկերական զրույց է եղել, որպես ընկեր է Լևոն Տեր-Պետրոսյանը ասել, բայց Ելցինը կարգավիճակ է ունեցել, առաջին նախագահ է եղել։ Հետո է նաև փոխում դա իմ ասացի մեջ։ Դե ինքը հետո նաև աջակցել է Ռոբերտ Քոչարյանին, ինքը Ռոբերտ Քոչարյանին որպես ընկեր էր էլի աջակցում թե Ելցինը։ Իր գործն է, բան աջակցել է։ Չնայած ես չեմ հիշում, որ ինքը աջակցել էր։ Ինքը աջակցել էր։ Okay։ Իսկ եթե ինքը գիտի, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, Իրան ինչ պետք է պահեր։ Այսինքն ինքը այդ անգամ չուներ այդ խնդիրը, որ ինքը Տեր-Պետրոսյանի իրանց հարաբերությունները դավաճանում է կամ եւ այլն եւ այլն։ Այդ խնդիրը չուներ։ Ինչ խնդրեմը չէ հասկանում։ Ինչի վրա եք տեն զարմացել։ Խոսակցություններ կային, որ Ելցինը եկել է Ռուսաստանի դիրքորոշումը հայտնելու համար։ Դե գիտեք, մեր հանճարեղ վերլուծա գանգերը, ոնց որ ժամանակին ասեց նույն Տեր-Պետրոսյանը, ինչ ասես, կարող են հնարել, ասել, հիմա դա մեզ համար չէ դառավ դոգմա կամ աստվածաշունչ։ Որպես ամփոփում Լևոն Տեր-Պետրոսյանը ի սկզբանե մտադրված չի եղել մասնակցելու, թե այդ դեպքից հետո է որոշել, որ ամեն դեպքում չի մասնակցի։ 2003 թվին իմ խոսակցությունների իր հետ ինձ միշտ բերել են եզրակացության, որ ինքը չի տեսնում առայժմ իր վերադարձի պահը։ Ինքը ես կարծում եմ ինքը այն գլխից գիտեր, որ 10 տարի պաուզա է պետք պահել։ Դեգոլը տենց արեց։ Շատ լավ անց քաղաքացիական մեջ 10 տարվա պաուզան, չգիտեմ ինչ է այդպես, բայց շատ կարևոր բան է, որտեվ 5 տարվա մեջ դեռ շարունակում է գործել մերժման իներցիան։ 10 տարի հետո մարդիկ ավելի խորը եզրակացությունների են գալիս, ինչ որ բան փոխվում է։ Հենց որ դա իրականում ինձ թվում է թելադրված էր քաղաքագիտական օրինաչափություններով ավելի շատ, քան թե որևէ այլ բանով։ Շատ լավ, անցանք 10 տարի անց, ինչպես դուք ասում եք, 2008 շարժվում, բիքշել ես դες բերադել։ 2008 թվական նախագահական ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվում է, քվեարկությունից հետո դուք ասում եք, որ հաղթել եք, բայց ընտրությունները կեղծվել են ու հաղթանակը տրվել է Սերժ Սարգսյանին 2008 Հասանք 10 տարի առաջ։ Ոնց գիտենք, նոր խոսեցինք դրա մասին։ Բողոքի լայնածավալ ակցիաներ, հանրահավաքներ ու տեղի ունենում մարտի 1-ի իրադարձությունները։ Որտեղ եք դուք մարտի 1-ի երեկոյան։ Մարտի 1-ի երեկոյան։ Այո։ 2008 թվականի։ Որտեղ։ Այնտեղ որտեղ։ Բանում, այդ հրապարակում։ Միասնիկյանի արձանի մոտ։ Հա։ Բայց այդ ժամանակ իմ մասին է խոսքը, հա, հենց դուք հա, այնտեղ էի։ Որովհետև ցերեկը ձեր ելույթն է եղել, երբ որ դուք ասել եք, որ գնում եք Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, ու հետո ձեզնից նորություն չկա, վերադարձել եք ցուցարարների մոտ։ Որովհետև ավելի շնորհալի հերետորներ կառավարում էին այդ գործողությունները։ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, ես ընդհանրապես այդ ժամանակ հանրային խոսքի փորձ չունեի համարյա։ Մինչև այդ իրադարձությունների ժամանակ միակ հանրային ելույթը, որը ունեցել էի, դա եղել էր բանում այդ ազատության հրապարակում մոտավորապես փետրվարի 28-ի կողմերը, երբ որ ամերիկյան դեպարտամենտը բանը ինչ որ ամերիկացիք ինչ որ հայտարարություն արեցին եւ Տեր-Պետրոսյանը ինձ ասեց դուք լավ կարողանաս ներկայացնես ժողովրդին այդ հայտարարությունը ու ես ներկայացրեցի դա եղել է միակ ելույթը Տեր-Պետրոսյանը եկավ ասեց մալադեց ված չի ռետորական դիրքդ բան եւ այլն այսինքն դա եղել է միակ ելույթը ես ինձ այն ժամանակ փորձառու գործիչ չեմ համարել եւ տենց ռետորաբանական տենց մեծ տաղանդ ինքս ինձ չեմ համարել այնտեղ կային շատ ավելի վարժված լիդերներ, որոնք սովոր էին միկրոֆոնին, բանին եւ այլն, եւ իրենք էին բանան, բայց ես այնտեղ էի։ Ես վերջին եմ թողել գնացել։ Շատ լավ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջիներից մեկը էլի այդպես մի հատ
Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր թողնել անվտանգությունը եւ դուրս գալ գնալ ցուցարարների մոտ, որտեղ ցուցարարները կանչում էին։ Էլի մտակ այդ հարցերը 1000 անգամ պատասխանվել է, անգամ Եվրոպայի խորհրդում, եվրոպական դատարանում վճիռ կայացվել, գնացեք Վահե Գրիգորյանին հարցրեք, ինքը շատ լավ դա կմեկնաբանի։ Քանի որ մեր հաղորդումը ոնց որ նոր սերնդի համար է, շատ կարևոր է այդ կոնտեքստը տալ ու Եվրոպական դատարանը եղած փաստերի վրա արդեն եկել է այդ եզրակացանը, որ Տեր-Պետրոսյանը գտնվել էր տնական բանի տակ, կալանքի տակ։ Փորձել է դուրս գալ։ Անօրինական կալանքի տակից։ Հա։ Ոնց եք պատկերացնում, եթե երբ որ ռեժիմը ոլորում է Տեր-Պետրոսյանի ձեռքը, տանում է իրան նստացնում է, ինքը չի գնացել, չէ՞։ Ինքը ազատության հրապարակից չի հեռացել։ Իրեն տարել է։ Գիտեք դրա մասին։ Այո, իրեն Գիտեք, որ տարել է։ իրան բռնի ուժի գործադրմամբ Ասում ասել էր։ ու ասել են, որ ինձ չես կարա դուրս գաս։ Բայց ինքը փորձել է դուրս գալ։ Այսինքն ոնց փորձի պատուհանից։ Հա։ Չեմ կարծում, որ Ջենզին տենց հարց կտար։ Մարդիկ իրանն էին բայց պահանջում, Ես չեմ կարծում, որ տենց հարց կտար, որովհետև եթե դուք տեղյակ ելնեք, նաև կիմանայիք, եթե ուսումնասիրած ելնեք, Մեթյու Բրայզայի հայտնի բանը, որ այդ ամերիկացի դիվանագետի, որ 3 կորդոնով ոստիկանական շղթաները շրջապատել էին իր տունը։ Հիմա դուք ինչ եք ուզում եք Ռեմբոյի հմտություններ եք սպասում առաջին նախագահից։ Դեպքում ես ձեզ պետք է հիասթափեցնեմ։ Հեղափոխությունից հետո հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանը, տեսեք եկանք մեր օրեր, տեսակ շքան արագ անցավ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են քննարկելով նաև Արցախյան հակամարտության հարցը։ Ինչ է խոսվել մասնավորապես Արցախյան հարցի շուրջ։ Բայց դուք չեք ասում, որ մենք ավելի շատ ոնց որ դուք ինձ ընկալում եք որպես Տեր-Պետրոսյանի խոսնակ։ Քաղաքական ուժի մասին է խոսքը, որ Հայ ազգային կոնգրեսը ընտրական հայտ է ներկայացրել իմ վարչապետի թեկնածությամբ։ Այո։ Եթե դուք իմ բաքգրաունդի մասին եք ուզում խոսել, խոսեք իմ բաքգրաունդի մասին, որովհետև Տեր-Պետրոսյանի բաքգրաունդի մասին 1000 անգամ բոլորը խոսացել են, այդ թվում նաև ես։ Մենք 5 տարի քննարկելու կուսակցության անցյալը, հետո կանադառնանք արդեն ձեր վարչապետի թեկնածությանը։ Ուղղակի ձեզ բերեմ նոր ստեղծված իրողությանը։ Այս հարցերը շատ կարևոր են, հասկանում եք։ Դուք շարունակում եք քրքրել հին հարցեր, որոնք այնքան քրքրված են։ Այս ֆորմատով քրքրված չեն ջենզիների համար, մենք ներկայացնում ենք այն ամեն ինչը տեղի ունեցել։ Ես ձեզ նորից եմ ուզում ասել։ Եթե նայել եք մեր հաղորդումները, մյուս բոլոր հյուրերի հետ նույնպես իրենց անցյալը քննարկել ենք։ Դուք հիմա իմ անցյալը չեք քննարկում։ Մենք քննարկում ենք կոնկրետ անցյալը։ Կուսակցության անցյալն ենք մենք քննարկում։ Դուք ներկայացնում եք կոնգրես քաղաքական ուժ, մենք կոնգրեսի բեքգրաունդն ենք անում այդ ժամանակի, դե Լևոն Տեր-Պետրոսյանն էր, չէ՞, կոնգրեսի ղեկավարը։ Հա, շատ լավ, բայց ոնց որ ստացվում է, ես հիմա բանա դուք ինձ դրել եք Տեր-Պետրոսյանի խոսնակի կոնգրեսի ներկայացուցիչ վարչապետի թեկնածու, կոնգրեսի բեքգրաունդի մասին ենք խոսում։ Որոնք եւ իր խոսնակն է խոսել, եւ շատերը խոսել են, այդ հարցերը ինքն էլ պատասխանել բազմիցս այդ հարցերին։ Բայց մենք չենք խոսել, պարոն Զուրաբյան։ Լավ, եթե կարծում եք, որ դա հետաքրքիր է, շարունակենք, բայց իհարկե հետաքրքիր է։ Ես չեմ, դուք որ հետաքրքիր չլներ հարցեր չենք գրել։ Մենք ենք գրել այս սցենարը։ Ես կարծում եմ այնուամենայնիվ ընտրողները եւ մեր հանրությունը ավելի շատ ուզում է ապագայի հարցերի պատասխան հասնենք 2026-ին։ Մեր սցենարում ապագա կապան կփորձեմ վստահել ձեր սցենարին։ Շատ լավ, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ հեղափոխությունից հետո պատերազմ Արցախյան հակամարտության մասին ինչ է խոսել, ինչ է քննարկվել այդ ժամանակ։ 18 թվականից հետո հեղափոխությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը երբ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, ինչ է քննարկվել այդտեղ Արցախյան հակամարտության թեմայով։ Իմանաք, ես այդ հանդիպանը ներկա չեմ եղել։ Ես գիտեմ ինչա Տեր-Պետրոսյանը այդ հանդիպան մասին ասել։ Ինչ ասել։ Բայց դուք էլ գիտեք դա։ Թե չգիտեք։ Մեր դիտողը չգիտի։ Ջենզիները չգիտի իմանա դրա մասին։ Հո։ Լավ, եթե կարծում եք, որ դա շատ կարևոր է, էլի գնամ առաջ ասեմ։ Ինքը ասել է, որ ճիշտ կլինի Նիկոլ, որ դու ֆիքսես, թե ինչ ժառանգություն է ստացել Ղարաբաղյան բանակցությունների հարցում։ Այդ է ասել։ Ոչ մի ուրիշ բան։
Իսկ Նիկոլը դա չարեց։ Իսկ չի ասել հողերը հանձնելու ժամանակն է եկել։ Էլ ավելի, այդ Նիկոլի հիմարություններին հիմա պետք է հավատանք։ Բան ապացուցված ստախոս, ռեցիդիվիստ։ Ռեցիդիվիստ էլ չէ, բան դա արդեն հիվանդագին ստախոս։ Այսինքն ստախոս, որը 10 րոպեվա ընթացքում չի կարող մի բան ասել, որ չհակասի 10 րոպե ասված առաջվա բանին։ Այդ մարդուց, որը հիմա որ նստենք իր ստախոսությունների քրոնոլոգիան բան անենք, դա մեզնից կզբաղացնի մի 2 տարի։ Մենք այդ ժամանակը ցավոք չունենք։ Բայց ինքը ստել է, ամենամեծ ստախոսությունները, եթե ուզում եք, կարող ենք դրանց անդրադառնանք։ Հիմա գանք 21 թվին, անդրադառնանք 21 թվականին։ Բացարձակ հերթական նիկոլական ստախոսություն է, կրուտիտ իր լեզվով ասած։ Պարոն Զուրաբյան, 21 թվական պատերազմը արդեն ավարտվել է ու հանրության շրջանում այն կարծիքն է տիրում, որ ի վերջո փաստորեն կոնգրեսը ճիշտ էր։ Ու այդ ժամանակ կոնգրեսի վարչապետի տեխնացուն Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ու մենք ինչպես տեսանք արդյունքում կոնգրեսը հավաքեց ընդամենը 1.5% ընտրողների ձայն կամ մոտավորապես 19,000 հոգու քվե։ Հիմա պարոն Զուրաբյան այլ լրիվ իրավիճակ է ու ամենայն հարգանքով ձեզ ու ձեզ չնսեմացնելով ձեր դերը այս ամբողջ process-ում վարչապետի տեխնացուն նախագահան չէ, այլ դուք եք։ Որն է ձեր վստահությունը, որ այս իրավիճակում ու այս քաղաքական համատեքստում դուք ավելի շատ ձայն կհավաքեք։ Հիմա ես փորձեմ քննադատել, ինքնակննադատությամբ զբաղվել, որովհետև ես կարծում եմ, որ մենք այնուամենայնիվ սխալներ կատարեցինք 21 թվականին։ Անմիջապես պատերազմից հետո մենք պետք է եւ մենք կարայինք եւ առաջին этаպում հասել ենք դրան ամբողջությամբ գրավեինք հանրության ուշադրությունը։ Այն ժամանակ երբ որ մենք մտանք ու բացատրեցինք այդ բաները, միանգամից հանրությունը ոնց որ բացվեց մեր նկատմամբ, միլիոնավոր բաներ էր, վյուներ, լսումներ եւ այլն եւ այլն։ Բայց հետո մենք անցանք ստրատեգիական լռության։ Ինչու։ Դե սխալ բան։ Ամեն ինչ որ հաշվարկ կար, երևի որ բանա թող սաղ բացահայտվեն իրանց բաներից, իրանց այդ բանի մեջ, այդ բանավեճի մեջ, հետո մենք վերջնական խոսքը կասենք ավելի տես բան կլինի, ավելի մեծ կշիռ կունենա։ Իմ կարծիքով դա սխալ հաշվարկ էր։ Պետք չէր դուրս գալ այդ դեբատից, պետք էր մնալ այդ դեբատի մեջ եւ երկրորդ խնդիրը էր, որ մենք շատ ուշ մտանք ընտրապայքարի մեջ, ըստ էության ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ կայացվեց այդ որոշումը։ Մինչդեռ ով ուզում է լինի, ինչ լուրջ առաքինություններ էլ որ ունենա որևէ տեխնացում, ընտրությունը դա ձնագնդի նման մի բան է։ Դու այդ ձնագունդը շատ երկար պետք է աճացնես։ Շատ երկար։ Դες չի լինում, որ դու մեկ էլ վերջի պայն, իհարկե կարող է պատեի մենք հույս դրեցինք նրա վրա, որ Տեր-Պետրոսյանի դեպքում պետք չի ձնագունդ աճացնել, բայց դա այդպես չի։ Մեկը մնում է այդ տրամաբանությունը, ձնագունդ աճացնել։ Դու երկար, բարակ, պետք է մարդիկ կան, որոնք կողմնորոշվում են ընտրություններից 6 ամիս առաջ, մարդիկ կան, որոնք կողմնորոշվում են ընտրությունների վերջին օրերին, բան, բայց այն զանգվածի հետ, որ կողմնորոշվում է 6 ամիս առաջ, դու արդեն պետք է սկսես աշխատել 6 ամիս առաջ։ Մենք չարեցինք դա։ Մենք այդ ձնագունդի տրամաբանությունը չկիրառեցինք։ Եվ դա վատ արդյունք տվեց եւ ի վերջո ամենավերջի բանն էլ կասեմ, այնուամենայնիվ մեր հայտի մեջ չկար իշխանությունը լրջորեն վերցնելու պատրաստակամությունը։ Չկար։ Իսկ ինչու չկար։ Չէ՞ որ կուսակցության Պետրոսյանը լինելով իրատեսական մարդ ինքը իրան թույլ չէր տալի նման բան անել։ Որովհետև այդ հույսը չկար։ Բայց ես կարծում եմ, չէ, ես ասեմ, ես համարում եմ, որ եթե դու գնում ես ընտրությունների, անկախ նրանից քո շանսերը որն են, բայց դու գնում ես ընտրությունների, դու էլեկտորատ ունես, դու գաղափարներ ունես, դու
դու պիտի գնաս այդ մտայնությամբ անկախ քո սկզբնական բաներից, շանսերից, սոցիոլոգիական քո վարկանիշից եւ այլն, դու պիտի գնաս այդ մտայնությամբ, որ դու գնում ես դառնալու երկրի ղեկավարություն եւ կառավարելու երկիրը։ Եթե դու այդ մտայնությամբ չես գնում, քո կողմը չի անցնում բանը, ինչ որ նոր զանգվածներ, նոր մարդիկ եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդիկ պիտի տեսնեն, որ դու գալիս որպես առաջնորդ, որը վճռական է իշխանությունը վերցնելու ու կառավարելու ու գիտի ինչ անելու։ Այսինքն այդ պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամություն չկար։ Կար, գիտեք, Տեր-Պետրոսյանը շատ իրատեսական մարդ է։ Ինքը ոնց որ այդ խնդիրը ուներ, որ ոնց որ բան չերևա էլի, դա մի քիչ անլուրջ չերևա։ Դա ինքը շատ լուրջ մարդ է։ Ինքը շատ լուրջ մարդ է, կարող է մտավախություն կար, որ դա անլուրջ կարող է երևա, որ մեկը, ասենք, դու իշխանությունը չես կարողանալու վերցնես, եւ հետեւաբար, ասենք, նման հավակնություն դրսևորելը այդքան լուրջ չի ընկալվի։ Բայց ես կարծում եմ, դե տեսնում եք, որոշ հարցեր կան, որ կարող եմ ես անհամաձայնություն հայտնել Տեր-Պետրոսյանի հետ, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ հավակնությունը ցույց տալը շատ կարևոր բան է։ Եվ դա է երաշխիք, որ դու կարող ես այնուամենայնիվ հաջող կամպանիայի դեպքում նաև հասնես արդյունքի։ Պարոն Զուրաբյան, հիմա դուք եք վարչապետի հետո մի խնդրեմ կար։ Եկեք չմոռանանք, կորոնավիրուս էր հիվանդացել նախագահը եւ առողջական վիճակը շատ իր դժվար էր, ինքը չէր կարողանում բաներ ակտիվ ընտրական պայքար տանել։ Այդ խնդիրն էլ կար։ Ու այդտեղ իրան հատուկ կուդոներ է պետք տալ, կրեդիտներ է պետք տալ նրա համար, որ ինքը լինելով բավականին ծանր առողջական վիճակում այնուամենայնիվ գնաց բանի այդ ընտրարշավը առաջնորդելու դերի։ Որը շատ բարդ էր։ Ու գնալով վիճակը այնց էր, որ ինքը հայտնվում էր շատ ծանր վիճակի մեջ, որովհետև այդ առողջական վիճակը իրեն թույլ չէր տալիս այտենց շատ ուժեղ կամպանիա տանել։ Ուզում եմ ասեմ, տարբեր հանգամանքներ կան, որը այդ ձեր ասած արդյունքի բերեց։ Հիմա եկանք ձեր ուզած մասին, մեզ հետաքրքիր է, քանի որ դուք եք այս տարի Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն, ըստ ձեզ ինչքան կհավաքեք ընտրություններում մարդկանց քվեներից եւ առհասարակ ըստ ձեզ երիտասարդները ձեզ ճանաչում են, կընտրեն ձեզ։ Գիտեք, ճանաչելիության խնդիրը շատ լավ լուծված էր 2012-ից 17 թվականները, երբ որ ես ղեկավարում էի Հայ ազգային կոնգրեսի ֆրակցիան։ Ամեն օր ելույթներ, այդ ամենը հեռարձակվում էր հանրային հեռուստատեսությամբ, այն ժամանակ շատ լավ ճանաչված էի եւ նաեւ մեր ամբողջ թիմը, Արամ Մանուկյանը, չգիտեմ, այլ մարդիկ հիմա իհարկե այնուամենայնիվ ճանաչելիությունը ընկել է։ Բայց ես չեմ կարծում, որ այդքան անճանաչելի եմ, էլի, չգիտեմ, կարող է երիտասարդությունը չի ճանաչում առայժմ, որովհետև 12-ից 17 թվականներին իրենք տենց ակտիվորեն չեն հետարկվել քաղաքականությամբ։ Դե մենք այդ ժամանակ փոքր ենք եղել, դպրոցական, ու ոնց որ հասկանալու համար թե ինչքանով է մեր սերունդը ճանաչում քաղաքական գործիչներին, ես ու Արենը դուրս են գալիս փողոց ու vox pop-ներ են կանում։ Ես հիմա ցույց կտամ, թե ձեր մասին մինչև ցույց տալը ես ձեզ մի բան էլ ասեմ։ Այո։ Բայց այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ մենք չճանաչվենք։ Որովհետև օրինակ հանրային հեռուստատեսություն մեզ չեն կանչում։ Նույն Պետրոս Ղազարյանը ձեզ չոր անհեթեթ պատասխաններ տվել, թե ինչի ինձ չի կանչում հանրային եթեր։ Ես նայել եմ դա, ինձ ուղարկել են։ Իմ թասիբին էլ կանգնել եք, ապրեք։ Բայց դա անհեթեթագույն մի հատ պատասխան էր։ Այսինքն կներեք Հայ ազգային կոնգրեսը ինչ որ բան է, չէ՞ եղել, լուրջ իրադարձություն է։ Կոնգրեսը առաջին անգամ, ասենք ուրիշ վարչապետի տեխնացու է
բանանում հայտարարում, բանանում, ոնց որ առիթ էր, հա, առավել եւս որ իրանք նաեւ ասում են, որ ոչ ոք չունի խաղաղության ալտերնատիվ ծրագիր, քան Նիկոլ Փաշինյանի այդ թրիփը, ընդդիմությունը ոչ մի բան չունի, բայց մենք ունենք այդ ծրագիրը։ Trip plus BRICS այդ պայմանականորեն ասված ծրագիրը մենք ներկայացրել ենք հանրությանը, բայց հանրային հերոստատեսությունը ամբողջությամբ փակել է։ Դες չեն հրավիրում այնտեղ։ Ուզում ասեմ իշխանությունը հետևողական ջանքեր է գործադրում, որ հանգարցակի մեր ճանաչելիությունը խնդրեմ չդառնա իրենց համար։ Մենք փորձել ենք ձեր ճանաչելիությունը ճշտել երիտասարդների շրջանում ու Լևոն Զուրաբյանին ճանաչում եք։ Ո՞մ։ Լևոն Զուրաբյանին։ Չէ։ Իսկ սենց։ Չէ։ Լևոն Զուրաբյանին ճանաչում եք։ Չէ։ Իսկ սենց։ Լևոն Զուրաբյանին ճանաչում եք։ Չէ։ Իսկ սենց։ Չէ։ Իսկ սենց։ Չէ։ Իսկ սենց։ Չէ։ Իսկ սենց։ Չէ։ Լևոն Զուրաբյանին ճանաչում եք։ Չէ։ Ձեր կարծիքով ինչով է զբաղվում։ Լևոն Զուրաբյանին ճանաչում եք։ Իսկ սենց։ Իսկ սենց։ Ասես ճանաչում եմ, դեմքով։ Հա, ձեր կարծիքով ինչով է զբաղվում։ Ես ինչ չգիտեմ։ Լևոն Զուրաբյանին ճանաչում եք։ Չէ, Իսկ սենց։ չգիտեմ։ Լևոն Զուրաբյանին ճանաչում եք։ Իսկ սենց։ Լևոն Զուրաբյանին ճանաչում եք։ Լևոն Զուրաբյանին ճանաչում եք։ Իսկ սենց։ Հա։ Ինչ կասեք իր մասին։ Ծանոթ է դեպքը, բայց Գիտեք ինչով է զբաղվում։ չէ։ Որ սենց նայեք, ինչ կգուշակեք։ Դեպի գործիչ կնի քաղաքական Ձեր կարծիքով ինչով է զբաղվում։ Ձեր կարծիքով ինչով է զբաղվում։ չգիտեմ Ինչով։ Ռեժիսոր, ձեր տարբերակը։ Наверное, политикой либо мыслитель. Քաղաքական գործիչը Հայ ազգային կոնգրեսից, վարչապետի տեխնացու։ Որպես երիտասարդ ինչ կասեիք իրան, որ տեսնեիք։ ինչ ծրագրերի կետեր ունեք, որոնք նախատեսված են երիտասարդների համար, որոնք մեր կյանքը ավելի կլավացնեն։ Նախ ես ուզում եմ ասեմ, որ մենք շատ իմանալով, որ երիտասարդությունը հատկապես Gen Z շատ թվային սերունդ է, ինտերնետի մեջ, սոցիալական ցանցերի մեջ ապրող եւ այլն, ես ուզում եմ ասեմ, որ մենք երևի ունենք ամենատեխնոլոգիական պլատֆորմը ժողովրդին ներկայացնելու, մեր հանրությանը ներկայացնելու ու դա մեր ընտրական ծրագրի գլխավոր մեխերից մեկն է։ Մենք օրինակի համար մենք ամեն ինչ պետք է անենք, դրա մասին կա մեր ծրագրում, որ Հայաստանը դառնա տեխնոլոգիական hub եւ դառնա նաեւ ոնց որ ասում են safe haven, լսել եք այդ արտահայտությունը, այսինքն Ապահով դրախտ։ նո ոչ թե heaven, այլ haven, այսինքն դրախտը էտի heaven-ը, իսկ haven-ը դա ապահով նավահանգիստ, տենց եթե կարելի է թարգմանել, ապաստան, ապահով ապաստան։ Երբ որ դու ստեղծում ես ինչ-որ մի ինդուստրիայի համար կամ ինչ-որ մի ոլորտի համար ապահով ապաստանի, դա ընդունված տերմին է, էլի։ Հայաստանը այդպիսի մի ապահով ապաստան կարող է դառնալ IT սեկտորի համար։ Այսինքն օրինակի համար դուք երևի լսել եք այդ բանի թվային քոչվորների մասին, թե չէ։ Որոշ երկրներից գալիս են ստեղ աշխատում, որոշ երկրներից գալիս են ստեղ աշխատում, եք այսինքն կա երկրներ կան, որ ասենք ուղղակի մարդիկ, քանի որ նրանք կապված չեն իրենց աշխատանքի տեղի հետ, կարող են on-line աշխատել եւ այլն, իրենք գնում են, ասենք, որևէ երկրում, որը այդպես հարմարություններ ներկայացում է, այդ երկրում ապրում են եւ նպաստում են այդ երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորմանը։ Այսինքն եւ մեր երիտասարդությունն էլ կա, որ զբաղվում են այդ թվային քոչվորությամբ եւ շատ լավ կլինի, որ իրենց համար էլ Հայաստանը լինի այդպիսի մի safe haven եւ
մենք օրինակի համար այդ բանը ունենք մեր ծրագրում, այսինքն Հայաստանը դարձնել IT տեխնոլոգիաների Բայց ո՞նց եք դարձնելու։ Ինչ-որ ծրագիր կա։ Շատ լուրջ ծրագիր կա, որը մի քանի կետեր ունի։ Կետերից մեկը այն է, որ մենք համարում ենք, որ Հայաստանի կառավարությունը պետք է իրագործի R&D, այսինքն Research and Development-ի, այսինքն գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորում, մասնավոր կամպանիաների համար, որոնք գործում են տեխնոլոգիական Ձեր մոտից է, հա։ Ես գիտեմ ոտով բաժակին եմ խփում։ Հա, կներեք, մենք պետք է ամբողջ աշխարհում ընդունված է ամենաառաջավոր տեխնոլոգիաների սատարումը, այսինքն կառավարությունը ֆինանսավորումը գիտահետազոտական Բայց հիմա էլ այդպեսի ծրագիր կա։ չկա։ Հարկերից ազատում են մասնավոր կամպանիաներին, ովքեր որ R&D-ով զբաղվում են։ Այսինքն հասցեագրված ֆինանսավորում բանի այդ գիտահետազոտական աշխատանքների։ Այսինքն ստեղծվում է մի հատ բարձր տեխնոլոգիական խորհուրդ, միջգերատեսչական, որը որոշում է, ասենք 20 միլիարդ դրամից ենք սկսում, այդ մեր առաջարկը 19 թվին դա է եղել, բայց կարելի է այդ գումարները աճացնել եւ մենք համարում ենք դա շատ քիչ գումար, պետք է գնալով ավելացնել, այդ խորհուրդը պետք է որոշի թե ասենք տարբեր ստարտափներ կամ տարբեր կամպանիաներ, որ իրանք ներկայացնեն հայտերը այդ բանի համար, այդ ֆինանսավորման համար, այդ խորհուրդը պետք է որոշի ում ինչքան է տալիս այդ բաները ֆինանսավորելու համար։ Այսինքն R&D ֆինանսավորումը շատ կարևոր կետ։ Այդ գերատեսչական այդ խորհրդի ստեղծում բարձր տեխնոլոգիական կրիպտո ինդուստրիայի եւ ընդհանրապես բանը fundraising-ի ազատականացում Հայաստանում, որը խեղդած վիճակում է հիմա գտնվում, սրա մասին կարող ենք շատ երկար խոսել, բայց մեր ծրագրում ավելի մանրամասն սա ներկայացված է։ Այսինքն մենք պետք է այսօր մենք ոչինչ չենք անում, որ երիտասարդները տեխնոլոգիապես մտածող մնան Հայաստանում եւ այստեղ ունենան շանսեր իրանց ապագան կառուցելու։ Օրինակի համար կարևոր բաղադրիչ եմ համարում դրա համար բանակի վերակազմավորումը, մենք ասենց այսպեսի առաջարկ ենք անում, որ բանակում պետք է ստեղծվեն բարձր տեխնոլոգիաների հետ կապված միավորումներ, որոնց նպատակը ինչ է, նախ մենք պետք է հասկանանք, որ ժամանակակից պատերազմը շատ բարձր տեխնոլոգիական բան է։ Հա, ռադարներ, դրոններ, չգիտեմ ինչեր, հազար մի տեխնոլոգիա կա, որը հիմա այս ռուս-ուկրաինական պատերազմն է ցույց տալիս, որ արդեն տեխնոլոգիաների բան է գնում, մրցակցություն է գնում ռազմի դաշտում։ Եվ մենք պետք է դա ունենանք, այսինքն պաշտպանության նախարարությունը, բանակը պետք է լինի ամենամեծ պատվիրատուներից մեկը բարձր տեխնոլոգիական զարգացման, IT տեխնոլոգիաների զարգացման։ Ահա, ու համապատասխանաբար պիտի ունենա այդպիսի զորամիավորումներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ։ Հետևաբար, ինչի համար է սա կարևոր երիտասարդների համար, որովհետև երիտասարդները ասենք նույն IT բնագավառի երիտասարդը, երբ որ ինքը գնում է բանակ, դա չպետք է լինի 2 տարով իր կարիերան փչացնելու 1.5 արդեն կամ 1.5, հա հիմա լավ 1.5 տարով իրան ոնց որ գործից են պոկում, ուսումից են պոկում, կրթությունից են պոկում, բիզնես հնարավորություններից են պոկում, եւ դες չպետք է լինի։ Իրականում ինքը պետք է գնա ու զբաղվի նույն գործով բանակում, որովհետեւ բանակին դա պետք է։ Բայց դրա համար բանակը պետք է վերակազմավորվի, ինքը պետք է ունենա այդ բարձր տեխնոլոգիական զորամիավորումները, որտեղ այդ մարդիկ գալու են շարունակելու են իրենց գործը։ Դա նաև կդառնա բիզնես նեթվորքինգի նման մի բան, որտեղ այդ մարդիկ գալու են իրենց նմանների հետ այնտեղ շփվելու են, հետագայում ստեղծելով այդ ցանցը, իրանք դա իրականացնելու են արդեն իրենց քաղաքացիական կյանքում։ Այսինքն շատ կարևոր է ստեղծել այս օղակը, բանակ բան IT տեխնոլոգիական այդ ձեռնակատի տիրական այդ համակարգը, կրթությունը, գիտությունը բոլորին պետք է միավորել մի օղակի մեջ։ Այդ դեպքում ասում եմ, մարդիկ չեն վախենա, հատկապես ասենք IT-ի մեջ մասնագիտացած մեկը, ինքը գիտի, որ բանակը իր համար խնդրեմ չի, բանակը իր համար հակառակը հնարավորությունների մի հատ օղակ է, ինքը գնալու է ավելի լավ դիրքով վերադառնա հետո քաղաքացիական կյանք։ Այսինքն, այսպեսի բաներ ենք անում,
մենք մտածում ենք, որ անպայման պետք է ստեղծել ամենամեծ խնդիրներից մեկը մեր կրթության հասանելիությունն է։ Մարդիկ իրականում շատ մեծ խնդրեմ ունեն այդ կրթության թանկության հետ կապված։ Մենք հիմնելու ենք ուսանողական բանկ։ Այսինքն լինելու է ուսանողական բանկ, պետականորեն կառավարվող, պետական PPP միգուցե բանով, սկզբունքով, Կբացեք այդ PPP-ն private public բան MSP-ն կարճ ասած այդ բանա, երբ որ պետությունն ու մասնավորը միասնական բան են ստա ձեռնարկատիրական մի միավորում են ստեղծում։ Այդ PPP սկզբունքա կոչվում են, վերջի P-ին հիմա չբացեցի, բայց Partnership ինչ-որ partnership երևի, հա, private public partnership, PPP։ Ասա չաթին հարցնա։ Հա, դու կարող նայեք, այդ սկզբունքով մենք ընդհանրապես շատ բաներ պետք է անենք Հայաստանում, բայց կոնկրետ հիմա խոսում ենք ուսանողական բանկի մասին, որը պետք է շատ լուրջ հնարավորություններ տա ուսանողներին ցածրագույն բանով, տոկոսներով վարկեր ստանալու երկարաժամկետ 30-40 տարով բան եւ այլն, որ մարդիկ առանց որևէ փող տալու գնան կրթությունը ստանան, հետո կամաց դա վերադարձնեն կամ անգամ չվերադարձնեն, որովհետեւ կներեք կան ուղղություններ, որոնք պետության համար են կարեւոր։ Օրինակի համար մենք IT բնագավառում մենք պետք է հիմիկվա այս տեմպերում պետք է ունենայինք 5000 մարդ մասնագետ ամեն տարի, որ կարողանանք այս սովը IT բնագավառի, ասենք, աշխատողների բավարարենք, որ նորմալ տեխնոլոգիական աճելներ։ Հիմա ուղղություններ կան, որտեղ պետությունն է շահագրգռված, որ այդ մարդիկ արագ պատրաստվեն եւ այլն, այդ դեպքում կներեք, թող պետությունն էլ վճարի դրա համար։ Այսինքն մարդիկ ստանան նաեւ ինչ որ իմաստով ծրի կրթություն։ Այսինքն այս կոնցեպտով ենք գնում։ Իսկ ընտրություններին գնում եք կուսակցությունով թե դաշինքով։ Հա, բրցանք ծրագրային է։ Ծրագրային թեման ավարտեցիք սրանով։ Ընտրությունների հատվածը հիմա թե ոնց եք ընտրություններին մասնակցում։ Չէ, այդ հասկացա, բայց ոնց որ մենք խոսում ենք մեր ծրագրային մոտեցումների մասին, որոնք Gen-Z-ին կարող է հետաքրեն։ Եթե էլի Հիմա կետեր անցանք ունեք, արդեն ֆորմատներին մասնակցան, եթե կարծում եք այսքանը բավարար էր, եթե կարևոր էլի կետեր կան, որոնք ձեր այդ ֆիշկան են, կարակ ասեք, ոնց որ մենք էլ իմանանք։ հա, եթե ինչ որ վերաբերում է տեխնոլոգիաներին, ինչ որ իմաստով ես ներկայացրեցի, այստեղ շատ կարևոր է նաև հեղինակային իրավունքի հետ կապված ինստիտուտների զարգացումը, որովհետև դուք տենես անես, որ մարդիկ նորարարություն անելով հետո ստանան դրանից շահույթներ, այսինքն դու պետք է պաշտպանես իրաց նորարարության հնարավորությունները։ Կոպիտ ասած, լավ, որ շատ չերկարացնեմ, մենք մի ամբողջ համակարգ ենք ստեղծելու, որ տեխնոլոգիական զարգացման, fundraising-ի, այդ safe haven-ի կամ ապահով ապաստանի այդ կոնցեպտը իրականացնենք Հայաստանում, հա։ Իհարկե մեր ամենակարևոր մեխը կապված է, եթե դուք լսել եք դրա մասին, այդ խաղաղության ծրագրի հետ, մենք համարում ենք, որ եթե թրիպը իրականացվում է, այս պահին ուրիշ տարբերակ չկա, դա ամենավատ հնարավոր բաններ, փաստաթուղթներ, որ հնարավոր էր բանակցել, բայց քանի որ արդեն բանակցված պրծած է, Բայց խեր վատը։ որովհետև եթե 2019 թվականին մենք ընդունեինք Մինսկի խմբի համանախագահության առաջարկը, մենք կունենայինք այսօր Արցախը լրիվ միջազգային երաշխավորությամբ ազատագրված Արցախ բեր Հիմա չենք ընդունել, պարոն Զուրաբյան, հետո չենք ընդունել, հետո ստորագրեցինք նոյեմբերի 9-ի բանը, որը գոնե հնարավորություններ տալիս Ադրբեջանի հետ սիմետրիկ, այսինքն հավասար հիմունքների վրա ունենալ փոխադարձ կոմունիկացիաներ մեկի մյուսի տարածքը, մենք դրանից էլ հրաժարվեցինք։ Հիմա գնացինք ընկանք ավելի վատ վիճակում, կորցրեցինք ուրեմն ամբողջությամբ Արցախը, կորցրեցինք բնականաբար Լաչինի հետ կոմունիկացիան Արցախի հետ։ Հիմա մտել ենք մի բան, որտեղ միակողմանիորեն բավարարվում է Ադրբեջանի ցանկությունը, բայց ոչ մերը։ Շատ վատ փաստաթուղթ է, բայց այստեղ մի կարևոր բան ուզում եմ ասեմ, մենք չենք պայթացնելու դա, որովհետև
մենք հասկանում ենք մի բան, որ եթե դու գալիս ես իշխանության, դու ստիպված ես միջազգայինորեն ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել։ Դրան ալտերնատիվը դա պատերազմն է։ Դու փաստորեն եթե դա չես ընդունում, դու գնում ես պայթեցնելու իրավիճակը։ Մենք դա երբեք չենք անի, բայց մենք հասկանում ենք բոլոր խոցելիությունները ու ամենաառաջի խոցելիությունը մեզ համար հետևյալն է, որ մենք հայտնվում ենք Ադրբեջանի կոմունիկացիաներից բացարձակ կախվածության մեջ։ Ադրբեջանի ծառա մեր բոլոր կոմունիկացիաները անգամ դեպի Իրան կամ հնդկական օվկիանոս կամ դեպի Չինաստան հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մենք պետք է իրանց տարածքով Բայց ինչպես են հայտնվում։ Շատ բարձ։ Դու ո՞նց ես գնում բան, ասենք Չոհաբար կամ Բանդերաբաս կամ ո՞նց ես գնում միանում ասեմ Չոհաբարն ու Բանդերաբասը դրանք իրանական նավահանգիստներ են, որոնք հնդկական օվկիանոսում են։ Բանդերաբասը դե Պարսից ծոցում է գտնվում։ Հիմա մենք այսինքն դրանով մենք ելք ենք ստանում դեպի ապրանքային շրջանառության համար դեպի Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա եւ այլն եւ այլն։ Իսկ բանը Չինաստանը արդեն ունի երկաթուղային ճանապարհ Իրանի հետ, արդեն այդ կապը կա։ Սյունիքով Իրանով գնում ենք, ի՞նչն է խանգարում։ Սյունիքով Իրանով գնում ենք, ի՞նչն է խանգարում։ Ես երկաթուղային կապի մասին եմ։ Երկաթուղային կապը 8 անգամ ավելի էժան է, քան բանը, քան ճանապարհը, այսինքն դու երկաթուղային կապը ինքը շատ կարևոր երկաթուղայինը ու ծովայինը, դրանք ամենաէժան բաներն են, այսինքն տրանսպորտի այդ գինը ամենակարևոր բանն է քո ապրանքի մրցունակության համար եւ ընդհանրապես նաեւ որ այն ապրանքը որ դու այլ երկրներից առնում ես, այդտեղ էժան լինի, այսինքն բանի այդ հաղորդակցության գինը ամենակարևոր հարցերից մեկն է։ Հիմա եթե դու ունենում ես երկաթուղային ելք դեպի այդ նավահանգիստները, դու էապես բան ես անում, քո տնտեսական վիճակը բարելավում ես։ Իսկ ի՞նչն է խանգարում թրիփը իրականացնել ու երկաթուղային կապ ստեղծել։ Դու միանգամից նա ինչ է, ասենք եթե ուզում ես Չոհաբար, որի մասին դուք չեք լսել, բայց դա շատ կարևոր նավահանգիստ է, որը Հնդկաստանը ստեղծել է Իրանում եւ որով պլաններ ուներ նաեւ Հայաստանով գնալ դեպի Սևծով, ուրեմն եթե դու ուզում ես Չոհաբարի հետ կապ ունենաս երկաթուղային, դու պետք է ստիպված հիմա անցնես այս թրիփի բանով երկու երկիր, այսինքն դու պետք է գնաս մտնես Ադրբեջան, հետո բան Նախիջևան նկատի ունեմ, հետո պետք է գնաս Իրան, նոր դուրս գաս այդ նավահանգիստները, հա։ Հիմա համաշխարհային բանկի հաշվարկներով, եթե դու երկու երկիր ես անցնում միջև ծով հասնելը, քո բանը այդ գինը բանի հաղորդակցության գինը երկու անգամ աճում է։ Այսինքն եթե դու ընդամենը մի երկիր պետք է անցնես, ինքը շատ ավելի էժան է։ Այսինքն մենք բացի քաղաքական հարցերից մենք չենք ուզում, որ մեր կոմունիկացիաները կախված լինեն Ադրբեջանի բարի կամքից միայն։ Բացի դրանից դու ունես ուղիղ տնտեսական շահույթ, երբ որ դու անմիջական կապ ունես Իրանի միջոցով այդ բանի նավահանգիստների հետ եւ չինական երկաթուղու հետ։ Այսինքն սա մեր տնտեսության զարգացման համար էական բան է, ստիմուլ է, իսկ ստեղ գալիս է նաեւ քաղաքական խնդիրը։ Քաղաքական խնդիրը հետեւելն է, եթե թրիպը իրականացվում է, մենք անգամ սաղ ճանապարհները բացում ենք եւ այլն, մենք անգամ ենք շատ մեծ կախվածության մեջ Ադրբեջանից։ Այսինքն ըստ էության Ադրբեջանը կախված չի մեզանից, որովհետև ինքը ունի հատուկ ստատուս իր շրջանառության համար Մեղրիի տարածքով, այդ հատուկ ստատուսը իր համար ապահովելու է թրիպը։ Անխոչնդոտ, այսպես ասած, Պարոն Զուրաբյան, բայց այդ հաղորդակցությունը գնաց ի՞նչն է մեզ խանգարում Սյունիքով ունենալ երկաթուղային գիծ ու միանգամից մտնել իրեն, որ ձեր ինչպես նշեցիք, այդ երկու երկրների միջով չանցնի այդ ճանապարհը ու գինը չթանկանա։ Դուք ուղղակի մեր պլանն է հիմա հրապարակեցիք։ Մենք ասում ենք պետք է այդ երկաթուղին կառուցել։ Մինչդեռ բանի Փաշինյանի պլանը դա բացառում է, որովհետև իրանք այդ թրիփով հունվարի 14-ին հրապարակվեց այդ փաստաթուղթը, տալիս են
TRIP զարգացման այդ ընկերությանը բացառիկ իրավունքներ այդ տարածքում ինչ որ բան կառուցելու, պլանավորելու եւ ընդհանրապես որևէ կոմունիկացիա սարքելու։ Իսկ դա նշանակում է, որ TRIP-ը, որը 74%-անոց փայ է տալիս ամերիկյան կառավարությանը, TRIP-ը կարող է իր կամքով մերժել բանի Հայաստանի կառավարության ցանկությունը Իրանի հետ երկաթուղի կառուցելու։ Սա խնդիր է։ Սա շատ լուրջ խնդիր է։ Այսինքն մենք ասում ենք, եղբայր, կամ պատասխանեք այս հարցին, այսինքն այնպես կարգավորումներ բերեք, որ մենք ցանկացած պահի կարողանանք այդ բանը երկաթուղին ստանանք, կամ մեզ անկեղծ ասեք, որ դուք ենթարկվել եք ինչ որ արտաքին ճնշումների եւ բացառում եք սրանից հետո Իրանի հետ երկաթուղու կառուցման որևէ հնարավորություն։ Իսկ մենք համարում ենք, որ այստեղ մենակ հարցը կառուցման հնարավորության մեջ չի, նաեւ կառուցումը պետք է դարձնենք մենք մեր կառավարության ծրագիր։ Այդ կառուցումը պետք է անել, մենք պետք է միջազգային կոնսորցիում ստեղծենք Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ռուսաստանի, ինչու՞ չէ նաեւ եթե կարողանանք այդ բանի մեջ մտցնել Թուրքիայի, Ադրբեջանին, Եվրոպական միությանը, Միացյալ Նահանգներին, այդ միջազգային կոնսորցիումի օգնությամբ նաեւ մեր կողմից մեծ ներդրում կատարելով այդ երկաթուղին կառուցենք։ Դուք հասկանում եք այդ երկաթուղի ինչքան կարևոր է։ Բացի այդ իմ ասած խնդրի լուծման համար, դուք կապում եք Մեղրին Հայաստանի տարածքով եւ 27 կայարան բանում Սյունիքում, Վայոց ձորում եւ Սևանի ավազանի մոտ։ Այդ Գագարինից ագարակ 27 կայարան է կառուցում։ Դուք կապում եք ամբողջ Հայաստանը իրար երկաթուղային ճանապարհով։ Դուք այսքան ստեղծում եք գործարարական մեծ աշխուժացում։ Այդ մարդիկ ահագին հնարավորություններ են ստանում տնտեսական գործունեության համար։ Պլյուս Հայաստանը դառնում է տրանզիտային ճանապարհ Սև ծովի եւ Պարսից ծոցի միջև։ Պլյուս մենք ի վերջո վերջնականապես ազատվում ենք ադրբեջանական քաղաքական ճնշումներից։ Ինչու եք ասում, որ կոնսորցիումով պետք է լինի դա, չէ՞ որ նշում եք, որ տարբեր երկրներ են մասնակցելու Չինաստանը, Ռուսաստանը եւ այլն։ Որովհետեւ սա նաեւ երկու հանգամանք է, մեկը ֆինանսական հանգամանքն է, որտեղ այս պրոյեկտը գնահատվում է որպես 3.2 միլիարդ արժողությամբ պրոյեկտ։ Այսինքն այդ գումարը իհարկե կարար Հայաստանը մտներ պարկ վերցներ եւ կառուցեր այդ 3.2 միլիարդը վերցներ, որովհետեւ սա այն դեպքն է, երբ որ դու տնտեսական աշխուժացման գործիք ես ստեղծում, այսինքն sense դեպքերում պարկ վերցնելը իրականում արդարացված է։ Դու չես վերցնում պարտքը նրա համար, որ ոնց որ Նիկոլ Փաշինյանն անում, որ բյուջեի ծակերը փակի, թոշակներ վճարի, բան, որը ամենավատ սխեման է, ինքը սպառման սխեմա է, դու չես ստեղծում այն գործիքը, որով երկիրը հետո կարող է աշխատի ու այդ պարտքի տոկոսները, իսկ հետագայում մայր գումարը վերադարձնի։ Այս դեպքում դու ստեղծում ես դա։ Հա, բայց ես կարծում եմ, որ պետք չի, որ ամբողջ 3.2 միլիարդը մենք մեր վրա վերցնենք, ասենք կարող է Հայաստանի բանը ներդրումը լինի 1 միլիարդ, մնացածը մենք հավաքենք շահագրգռված պետությունների կողմից, ինչու շահագրգռված նաև։ Նայեք, այսօր աշխարհում տնտեսությունն ու աշխարհաքաղաքական շահերը իրարից բաժանել չի լինի։ Դա կան երկրներ, որոնք շահագրգռված են նրա մեջ, որ լինեն ալտերնատիվներ թուրքական, այսպես ասած, բանին, գոտուն։ Այսինքն Թուրքիա Մեղրիով, Ադրբեջան, Միջին Ասիա եւ այլն եւ այլն։ Հա, այդ բանը լավ թող գործի, մենք դրան խոչընդոտ չպիտի լինենք, մենք ընդունում ենք TRIP-ը։ Բայց մենք ասում ենք, որ մենք պիտի ունենանք մեր ալտերնատիվ կոմունիկացիան կամ լրացուցիչ կոմունիկացիան, ավելի ճիշտ ոչ թե ալտերնատիվ, լրացուցիչ կոմունիկացիան, որի մեջ շահագրգռված են աշխարհաքաղաքական առումով այլ երկրներ, Չինաստանը, ինչպես ասացի, Հնդկաստանը, Իրանը եւ այլն եւ այլն։ Այսինքն իրանք էլ թող գան մասնակցեն սրան։ Եվ սա լուծելու է նաև խաղաղության խնդիրը, ինչ իմաստով։ Հիմա ինքը շատ խոցելի է աշխարհաքաղաքական առումով, որտեղ սա ըստ էության եկեք ոնց որ ասում են ծուռ նստենք, դուզ խոսենք, հա։ Սա մի պրոյեկտ է, որը Թուրքիայի, Ադրբեջանի շահերին է համապատասխանում, Իսրայելի շահերին է համապատասխանում, որտեղ Իրանին մեկուսացնում է հարավային Կովկասից եւ ընդհանրապես դեպի հարավ կոմունիկացիաներից, սա Ամերիկայի շահերին է
բանանում համապատասխանում, մենք խնդրեմ չունենք, թող համապատասխանի։ Բայց սա գնում է դեմ շատ պետությունների շահերին, որոնք ասենք ավելի շատ կապված են BRICS-ի համակարգի հետ։ Սա ստեղծում է աշխարհակահական կոնֆլիկտ։ Այսինքն մի օր դրանից կարող է օգտվել եւ այստեղ Հայաստանը դառնա ոչ թե համագործակցության դաշտ, այլ կռվախանձոր, կռվի դաշտ, որովհետեւ կսկսի ազդեցությունների մրցակցություն։ Մենք սրանից ուզում ենք խուսափենք։ Մենք ասում ենք ամբողջ աշխարհին, ժողովուրդ ջան, ձեր աշխարհակահական կենտրոններով ինչքան ուզում եք կռվեք, որտեղ ուզում եք ինչ ուզում եք արեք իրար դեմ, Հայաստանը այդ տեղը չի։ Հայաստանում մենք ունենք մեր ինքնիշխանությունը այս տարածքի վրա, դուք ստեղ պիտի գաք համագործակցելու։ Պարոն Զուրաբյան, մենք լսեցինք ձեր ծրագիրը, որ ներկայացրեցիք, բայց այստեղ շատ կարևոր հարց կա։ Դա իրագործելու համար պետք է գաք իշխանության։ Հիմա իշխանության գնալու եք կուսակցությունով, թե դաշինքով։ Հիմա մի հատ է մեղքար, դրա մասին չխոսեմ, արդեն բանա, ասենց մոտենում ենք ավարտներին։ Շատ երկար է ժամանակի խնդիր կա։ Կարճ ասեմ, գոնե։ Շատ կարճ։ Շատ կարճ։ Հա, շատ կարճ։ Մեր երրորդ կարևոր մեղքը կապված է նրա հետ, որ մենք պետք է բացառենք Հայաստանում այս անձնիշխանության, այս գործադիր իշխանության տենց գեր շատ լիազորություններ ունենալու, այս սուպեր վարչապետական, այս չարաշահումները։ Հա, մենք սահմանադրական փոփոխություն ենք ուզում անենք, կառավարման մոդելը փոխենք, գնանք դեպի կիսանախագահական մոդել, որը արդեն հակակշիռների եւ սպանակների որոշակի միջավայր կստեղծի, պլյուս դրան մենք գլխավոր մեր բանը նա մեղքը, որ մենք ամբողջ քննչական դատաիրավական համակարգը, այսինքն դատարանները, դատախազությունը եւ քննչական ապարատը ուզում ենք հանենք գործադիր իշխանության տակից, այսինքն դնենք դա անկախ մարմինների կողմից ստեղծվելու այդ սխեմայի տակ։ Նաեւ հեռուստատեսությունը հանրային, ռադիոն, նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսինքն դա այդ ամեն ինչը պետք է հանել։ Հիմա հանել գործադիր իշխանության տակից։ Հիմա այն ինչ որ կատարվում է խայտարակությունը։ Ամեն ինչ որոշում է Նիկոլ Փաշինյանը։ Ամեն ինչ, չկա երկրում որևէ մարմին, նախագահը, քննչական ապարատը, դատարաններ են, բան, որը, ասենք, չի գտնվում լիակատար Նիկոլ Փաշինյանի լիակատար կամ ՔՊ-ի այդ իրանց վերահսկողության ներքո։ Այս բանը մեր պետքա փոխել ու մենք դա անելու ենք եւ օրենքի գերակայությունը մեր ամենակարևոր պրիորիտետներից մեկն է լինելու, քանի որ խոստացա կարճ խոսել, սրանով բավարարվենք։ Պարոն Զուրաբյան, նժար սահմանադրական շարժումը նույնպես առաջարկով է հանդես գալիս, որ պետքա սահմանադրական բարեփոխումներ լինեն, օրենսդրական բարեփոխումներ լինեն, միգուցե իրար հետ համագործակցեք։ Մենք խոսել ենք, մենք հանդիպել ենք նժարի հետ, մենք այդ մոդելի շուրջ, որովհետև մենք կիսում ենք այդ խնդիրը, որ պետք է լուծել, գործադիր իշխանություն ինչ որ սահմանափակումներ դնել, այդ կամայականությունների դեմ եւ այլն, մենք խոսել ենք։ Իհարկե մենք խնդրեմը բացել ասել ենք իրանց սխեմայի մեջ, որովհետև այդ 31 մարդու այդ խորհուրդը, որ իրանք առաջարկում են, պարշիով ընտրելու։ Իրանք չեն ասում այդ դրա բանը։ Իրանք ասում են ցուցակ են հրապարակելու։ Իրանք ասում են ցուցակ են հրապարակելու ընտրություններից առաջ։ Դրանով այդ խորհուրդը դա փաստորեն պիտի դառնա սահմանադրական մարմին, չէ՞։ Ցուցակ հրապարակելով քո ընտրական ծրագրում ինքը չի դառնում սահմանական մարմին։ Դե ասում են սկզբում ցուցակ կհրապարակենք, հետո արդեն ոնց որ այդ ինստիտուտը որ սկսի գործել, նոր մարդիկ կգան կսովորեն, կհամալերեն այդ շարքերը։ Չէ։ Դուք իրականում չէ պետական խորհուրդ լինի, այնտեղ 9 հոգի պիտի լինի, պիտի ունենա ինչ որ ֆունկցիաներ։ Այսինքն դու սահմանություն պիտի փոխես։ Չէ՞։ Այդ նոր մարմինները, օքեյ, գլխավոր հարցը, այդ 31 մարդը, այդ նոր սահմանության մեջ ո՞նց են ընտրվում։ Ո՞վ է աղբյուրը, որը ընտրում է այդ մարդկանց։ Հո չի կարող մի կուսակցության ցուցակում հայտնվելը դառնա աղբյուր այդ մարդկանց ընտրության համար։ Որպեսի շատ չկենտրոնանանք նժարի ծրագրի վրա, այնուամենայնիվ դուք ինչ համագործակցություններ եք անելու։ Հիմա խոսել այդ հակասությունների մասին, այնտեղ մենք հարցադրումներ ունենք, մենք իրանց հետ քննարկել ենք, իրանք պատրաստ են, ինչքան ես հասկացա, կոմպրոմիսների էլ գնալ, այսինքն մենք մեզ համար կարևոր է, որ այդ ընտրողականության, ընտրության, լեգիտիմ ընտրողականության սկզբունք, այսինքն այդպես չլինի, որ ինչ որ մարդիկ մեկ էլ դառնում են, չգիտեմ, ցմահ չգիտես ինչ մեխանիզմով գլխավոր որոշող ուժը երկրում, դա էլ իր խնդիրներն է բերում։ Այսինքն մենք իրանց հետ այդ հարցում համերաշխենք, որ պետք է ստեղծել
պետք է անել ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք Բայց իրար հետ գործադիր եք իշխանության գնալու կամայականությունները կսահմանափակեն, հա։ Իրար հետ եք գնալու ընտրություններին, այսինքն դաշինքով։ Ես այդպեսի բան ասացի։ Մենք ուզում ենք Չէ, հարց իմանալ եմ ում հետ տալիս։ եք Մենք գնում։ խոսում ենք իրանց հետ։ Մենք Էլ ում հետ այնպես եք խոսում։ Կա քննարկում դաշինք ձևավորելու հետ Մենք կապված։ բոլորի հետ էլ խոսում ենք։ Օրինակ, ում հետ եք շատ խոսում։ ամեն Բոլորի։ օր այ նու բոլորը որն է, Քոչարյանից հետ չենք խոսում։ Ելում եք չեք խոսում։ Ասենք Սերժ Սարգսյանից հետ չենք խոսում։ Էլ Ну պրակտիկորեն չգիտեմ, կարող է մեկ էլ չենք խոսում ազգային ինչա բևեռա կոչվում, հա, թե Ազգային ժողովուրդ Սասնա ծռերի Հա, էլի, նախկին, հա։ հա։ մեծ հաշվով բոլորի հետ էլ խոսում ենք։ Բայց դուք դաշնակցության մի հետ քանի հանդիպել ուժերի, հա։ էիք, բայց դուք դաշնակցության հետ հանդիպել էիք։ Հանդիպել ենք, բայց մենք դաշինք չենք քննարկել։ Մենք չենք քննարկել։ Իսկ ում հետ եք քննարկել հեշտ դաշինք։ Դե հիմա չեմ ուզում ես դրա մասին խոսեմ, որովհետև Բայց քննարկել եք ինչ որ մեկի հետ։ 2 տարի է մենք քննարկում ենք։ 2 տարի մենք էլ նախաձեռնողն ենք եղել։ Մենք հանդիպել ենք ուժերի հետ, այդ կոմիտեի սկզբունքն ենք առաջարկել, որ ստեղծում ենք սկզբից որ լիդերի հարցը խնդիրներ չառաջացնի, ստեղծենք կոմիտե, որը հետագայում կընտրի այդ լիդերին, արդեն ոնց որ կյանքի թելադրանքով։ Կերևա ով է համապատասխան հմտությունների տեր եւ այլն եւ այլն։ Այդ սկզբունքը առաջարկեցինք, բայց ցավոք սրտի կարծես չի ընդունվում։ Բոլորը ասում են հա, բայց առաջ չի գնում այդ գործը։ Իսկ նախքին, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից դաշնակցությունից բացի էլ ինչ կարմիր գծեր ունեք, էլ ում հետ չեք խոսիլ, ում հետ չեք Ասեք, ես դրանք կարմիր գիծ չէի համարի։ Ես ընդհանրապես հայտարարել եմ մի անգամ, որ մենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ դաշինք չենք կնքի։ Չենք համագործակցի դաշինքի իրենց հետ կապված ուժերի հետ, հա? իսկ իրենց հետ կապված ուժերի հետ Հետո են։ Արբանյան կուսակցություններ։ Կարող եք ասել անուն տալ, ես էլ տեղեկանամ։ օրինակ հայրենիք կուսակցությունը։ Հայրենի կուսակցությանը չենք վարում ոչ մի խոսակցություն, եթե Արաբադյակ եք համարում, թե չեք համարում, մեկը իրանց հետ խոսակցություն չենք վարում։ Իսկ ԿՊ-ի հետ կհամագործակցեք։ Այդ ի՞նչ է նշանակում։ Չէ, պրոստը հարց էր։ Իսկ Իսկ իրանց իրենց հետ հետ համագործակցել։ ասենք նախընտրական դաշինք բան։ Լավ էլի։ Մենք Իսկ համարում ենք, հետընտրական- որ ամենամեծ վնասը այս երկրին տվել է հենց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական Իսկ Սերժ պայմանագիրը։ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ուժերի հետ ընտրական փուլում կհամագործակցեք, օրինակ եթե Իսկ իրանք արդեն անցել են պարլամենտ, Չէ, որ մենք եկեք համագործակցենք։ սիտուացիան ոնց որ ես նկարագրեմ, դուք ասեք կանեք թե չէ։ Ինչի եք նկարագրում։ Ինչ եք հետաքրքիր է։ ֆանտաստիկ բաներ նկարագրում։ Ասեք ինչի ես պետք է հիմա իմ երևակայությունը լարեմ, ինչ որ մի ձեր Ուզում ենք հասկանալ թե ինչ դիրքորոշում ունեք ու ինչ կարմիր գծեր ունեք, որովհետև ընտրողի համար կարևոր է։ ենք եկալում։ Մեզ պետք է չի որևէ Իսկ եթե 50%-ը չեք վերցնում եւ հայտնվում եք այդ շեմից դուրս դուք, օրինակ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը եւ ԿՊ-ն, հիմա դուք ում հետ կհամագործակցեք։ Ես ասում եմ Պետք է ինչ որ մեկի հետ համագործակցեք, որ այդ 50-ի շեմը անցնի։ Ես չեմ ցանկանում քննարկել հնարավոր ինչ որ սցենարներ, առավելևս որ դրանք կարող է այդքան էլ հնարավոր չեն։ Իսկ ով ասել որ Քոչարյանը տենց ինչ որ եսիմ ինչ դիրքեր է գրավելու ապագա պարլամենտում, ով ասել։ Ինչենք մենք հիմա նստում ինչ որ ավելորդ կշիռ տալիս այդ հնարավորությանը։ Իսկ բարգավաճ տարբերակներ են քննարկում, որովհետև հանրության ընտրողի համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեք դուք ձեր կուսակցությունը, որովհետև դուք կարող եք նախընտրական փուլում օրինակ ոչ մեկի հետ չհամագործակցեք, միայնակ գնաք որպես կուսակցություն, հետո այնպիսի կուսակցության հետ դաշինք կազմեք կամ կոալիցիա կազմեք, որը որ այդ ընտրողի դուրը չի գա։ Նայեք, մեր մոտեցումը հետևելն է, ստանալ հնարավորինս ավելի մեծ ներկայություն պարլամենտում ցանկալի է 50% կամ չգիտեմ կամ ուղղակի ամենամեծը լինել, որի շուրջ արդեն կգնա այդ կառավարության ստեղծման բանակցությունը։ Իսկ եթե դա չհաջողվի եւ ինչ որ կոալիցիաների մասին խոսք գնա, այդ դեպքում մենք պետք է այդ կոալիցիաների ստեղծումը ծառայեցնենք այն առաջարկների իրագործմանը, որը մենք համարում ենք ամենակենսականը Հայաստանի համար։ ԲՀԿ-ի հետ նման կոալիցիա հնարավոր է։ Ասում եմ,
ախր ես հիմա չեմ նստելու բան հիմա կոնկրետ եթե մտնում ենք պարլամենտ հա ու մեկ էլ պարզվում է որ ԲՀԿ-ին նույնպես ընդեղ է Իսկ մենք պարզա որ կարանք մտնենք բանակցությունների մեջ ասենք օրինակի համար այս երկաթուղին ընդունում եք դա դարձնում ենք ապագա կառավարության գլխավոր նպատակներից մեկը Եթե ասեն հա ընդունում ենք եւ բան ենք անում Ասենք ինչի մենք պիտի հրաժարվենք այդ դեպքում բոլոր խնդիրները ունենալով կամ ասենք վերապահումները ունենալով, բայց ինչի պիտի հրաժարվենք համագործակցությունից, որը այդ երկաթուղին կարող է դարձնի բան իրականություն։ Իսկ մեր մոտեցումը ոչ թե լինելու է այն, որ այսրա հետ կարելի է, նրա հետ չի կարելի բան եւ բան։ Մեր մոտեցումը լինելու է ոնց անենք, որ Հայաստանի համար մեր պատկերացրած լավագույն ծրագիրը իրականացնենք։ Մեզ համար կարևոր է ուղղակի իմանալ։ Օրինակի համար հիմա մարդ ես, կարող է այնց մի հատ բան ստեղծվի, որ բան ազգային համաձայնության կառավարություն ստեղծվի, որտեղ մտնի Քոչարյանն էլ, ՔՊ-ն էլ եւ այլն, մարդ ես։ Ով ասեց, որ չի կարող մի հատ այնց ճգնաժամային իրավիճակ ստեղծվի, որ ազգային համաձայնությունը դառնա միակ ճանապարհը։ Բայց ես համար օրինակ կարմիր գծեր չեն 98 թվականից հետո հրաժարականից հետո իշխանությունների հետ համագործակցողների հետ դաշինք կազմել կամ 2008 թվականի մարտի 1-ից հետո դա անհեռանկարային սցենարներն են Հայաստանի համար։ Եթե մենք տեսնում ենք, որ ասենք պետք է ստիպված գնանք ինչ որ կոալիցիայի, ինչ որ մյուզի հետ, որի հետ կոալիցիան կնշանակի կոռուպցիայի վերականգնում Հայաստանում, մենք չենք անի դա։ Հա, բայց եթե ասենք մի հատ սցենարը, որ մենք ասենք մեր գլխավոր նպատակները տեսնում ենք այնտեղ, ու ընդհանրապես պետք է այդ մի ուժի բանը, աջակցությունը, բայց որը թույլ չի տա, ասենք այդ կոալիցիայի մեջ ինքը իր կոռուպցիոն ծրագրերը իրականացնի, այդ դեպքում մենք գնում ենք այդ ծրագրով։ Այսինքն մեզ համար կարևորը լինելու է Հայաստանը ուր է գնալու։ Այդ տեսլականը մենք մտածելու ենք ոնց անենք որ Հայաստանը առաջ գնա մեր ուզած ճանապարհով Տեսլականը հասկանալի է իսկ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան շարժման հետ կհամագործակցեք քննարկումներ ընթանում են Դե մենք ունեցել ենք հանդիպումներ խոսացել ենք Ես ընդհանրապես ասել եմ այս արտահայտությունը, ասում եմ, որ իրանց աստեղային ժամն է ինչ որ իմաստով։ Հիմա երևում է, որ նետված բանը մարտահրավերներից իրանց այս պահին ամենաուժեղն է, բայց ասեմ, սա դոգմա չի։ Դա կարա փոխվի ընթացքում։ Ասենք իրանք եթե սխալներ կատարեն, իսկ իրանք սխալներ կատարում են, իրանք կարող է կորցրեն այդ մոմենտումը, այդ բանը աստեղային ժամը կարող են կորցնել։ Ես համարում եմ, որ այդ աստեղային ժամի զարգացման համար ամենաճիշտ ուղին են կլներ, որ իրենք նախաձեռնեին, որտեղ այդ իրանցն է հիմա այդ հնարավորությունը, նախաձեռնեին մեծ համազգային ֆրոնտի ստեղծումը, տարբեր քաղաքական ուժերի ներգրավմամբ։ Դա կբերեր լրիվ նոր էֆեկտի, դա կբերեր ժողովրդական մի հատ վերելքի, դա կբերեր բիզնես աշխարհի, ոնց ասեմ, արդեն ավելի անվախ ասոցիացիայի էս օպոզիցիայի հետ։ Սա կբերեր դրա, որ ժողովուրդը ոտքի կանգներ, կլինեին միտինգներ ու հնարավորություն կստեղծեր հաղթարելու Նիկոլ Փաշինյանի էս անպատկառ իշխանությունը։ Բայց եթե իրանք չանեն դա, այդ աստեղային ժամը կարող է իրենցից փախնի։ Պարոն Զուրաբյան, դուք ասել եք, որ նրանք հնարավորություն ունեն Բիձինայր Իվանիշվիլի սցենարը առաջ բերել Հայաստանում։ Ուզում եմ հասկանալ, դուք հաշտ կլինեք այն մտքի հետ, որ Հայաստանում լինի մարիոնետային կառավարություն։ Ինչպես եղել է Բիձինար մարիոնետկա։ Հա, որ օրինակ Հայաստանում ռուսական կապիտալ ունեցող ուժը կառավարություն ձևավորի։ Ես ընդհանրապես համարում եմ այս հիբրիդային պատերազմի թեման արհեստականորեն այս կառավարության կողմից ստեղծված թեմա։ Չէ, այստեղ հարցը հիբրիդային պատերազմի մասին չէր, այստեղ հարցը այն էր, որ Չէ, դա էլի Ռուսաստանը իր կապիտալով կմտնի, բանկանի, իսկ Նիկոլ Փաշինյանը պայքարում է հենց դրա դեմ, որ Ռուսաստանից մենք ազատվենք,
Բայց փաստացի Վրաստանում երկրի փաստացի ղեկավարը բիզնեսմեն է, նշանակում է կառավարություն, նշանակում է նախարարներ ու ըստ էության երկիրը ղեկավարում է այն մարդը, որ սահմանադրական կարգավիճակ չունի երկրում։ Դա Վրաստանում է ու նույնիսկ մենք ունենք միջազգային հետազոտական տվյալներ, որ Իրան իշխանության գալուց հետո անկում է ապրել ժողովրդավարությունը։ Երբ որ ասում եմ այդ բիզինայի մոդելը ստեղծենք, այդ չի նշանակում ամեն ինչում կրկնենք այն ինչ որ բիզինան արել է։ Բա Այն ինչ որ իրանք սխալներ են արել, այն որ իրանք մոտ դեմոկրատիայի մակարդակը ընկել է, այդ բաները ոչ եմ ասում էտել անենք։ Բացարձակ։ Այսինքն մենք նաև պետք է հաղթանակի հասնելուց հետո մենք պետք է նաև հետո հետևենք բանը դեմոկրատիայի շահերը պաշտպանելու գործին։ Իսկ դուք ոնց եք վերաբերվում Մենք բիզնեսի կներեք, եթե այդպես բանը լինի, համագործակցություն լինի, դա մեր նախապայմաններից մեկն է լինելու, որ ժողովրդավարական ազատությունները պետք է պաշտպանվեն։ Այն ինչ որ կատարվում է այսօր Հայաստանում, այդ հիբրիդային պատերազմի անվան տակ, իբր մենք գնում ենք դեպի արևմուտք, բայց երբեք մարդու իրավունքները sense խայտարակ ձևով չեն խախտվել, ասենք եկեղեցու վրա այդ հարձակումները, այդ ինչ որ մի ֆրազերի համար մարդկանց բանտում պահելը, Պարոն Սուրաբյան, Ալեն Սիմոնյանին հետույք ասելու համար մարդուն տանել։ այս հարցը տալուց։ Արենա Այլբանի նկատի ուներ այս հարցը տալուց։ Մենք ուզում ենք հասկանալ դուք ոնց եք վերաբերվում բիզնեսի ու պետության սերտաճմանը։ Քաղաքականության բիզնեսի սերտաճմանը ոնց եք վերաբերվում։ Այդ հարցերը պետք է կարգավորվեն ձեր ծրագրային մոտեցումներով, այսինքն պետք է գտնել ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք այդ սերտաճման դեմ աշխատում են։ Այսինքն մենակ այն փաստը, որ եկել է հարուստ գործարար իշխանության, հələ դեռ չի նշանակում բիզնեսի եւ իշխանության սերտաճում։ Ասենք երբ որ Բաբիչը բանում Չեխիայում ընտրվում է վարչապետ, լինելով ամենամեծ օլիգարխներից մեկը, այդ չի նշանակում որ Չեխիան դառավ բան հակադեմոկրատական երկիր եւ միանգամից սերտաճեց բիզնեսը իշխանության հետ, չէ, դες բան չկա, որտեվ Չեխիայում կան շատ հստակ մեխանիզմներ, որոնք այդ բանը թույլ չեն տալի։ Իսկ մենք պետք է հետևենք այդ մեխանիզմերին։ Իսկ որ դուք ընտրվեք, առաջին բանը որ անելու եք, այդ որն է լինելու։ Առաջին որոշումը, որ կկայացնեք։ Առաջնային ասենք թե առաջին որոշումը։ Առաջին որոշումը։ Դե առաջին որոշումը պետք է լինի քաղբանտարկյալների ազատումը, որովհետև չի կարելի հանդուրժել երկրում ժողովրդավարության բռնաբարություն, մարդու իրավունքների բռնաբարություն, այն ինչ որ կատարվում է այսօր։ Բայց դրանք հեշտ լուծվող հարցեր են։ Իսկ առաջնային դժվար լուծվող հարցեր։ Բայց մենք հենց առաջի օրվանից պետք է սկսենք այդ բաները։ Որն է այդ առաջնայինը։ Դա այդ մեր 3+ BRICS-ի բանի այդ նախագծի իրականացումն է, այդ իրանական, այսպես ասած, երկաթուղու կառուցման խնդիրն է, որ մենք առաջի հենց պահից պետք է սկսենք այդ բանակցությունները կոնսորցիումի մասին ամերիկացիները պետք է բանակցենք բնականաբար, որովհետև նաև իրանց հետ է կապված այդ հստակեցումը, թե ինչ անում TRIP-ը եւ ինչ անում, ասենք, մեր նախանշված նախագիծը, այսինքն մենք շատ գործ ունենք անելու։ Պետք է սկսենք համանրական ռեֆորմը, ոչ թե այս խեղկատակությունը, որ իրանք անում են։ Իրենք չգիտեն ինչ են ուզում փոխեն։ Իրականում ինչի չգիտեն։ Օրինակ միջև հիմա իշխանությունը ասել է նպատակը որն է, խենք ուզում փոխենք համանրությունը։ Չեն ասել։ 1000 տեքստ գեներացիա արեցին, բան արեցին, ու պատշի ինչ է նպատակը, ինչն եք փոխում։ Ասեմ ինչն է, իրանք չեն ուզում ոչ մի բան փոխեն, ըստ էության, որովհետև իրանք այս սուպեր վարչապետական, այս դիկտատորական մոդելը համացան լրիվ բավարարում է։ Իրանք ուզում են ընդհանրապես հանեն անկախության հռչակագիրը տեքստից, որ բավարարեն Ալիևի պահանջը։ Ուրիշ բան տակը չկա։ Շատ լավ։ Իսկ մենք ասում ենք, ինչի ենք ուզում փոխենք համանրությունը։ Ասում ենք, որ այդ հակակշիռները ու զսպանակները ստեղծենք էֆեկտիվ մեխանիզմ, բացառենք անձնիշխանության, այդ գործադիր իշխանության կամայականությունների հնարավորությունները։ Մենք ասում ենք ինչի համար ենք փոխում։ Շատ լավ, պարոն Զուրաբյան։ Հաստատ հռչակագիրը չենք անի բանից, տեքստից։
Շատ լավ, պարոն Զորաբյան, մեր հիմնական հարցերը այսքանն էին։ Ջուլիետան ձեր համար ունի մի հատ հետաքրքիր խաղ, որի կանոնները ինքը ձեզ կբացատրի։ Մենք բոլոր մեր քաղաքական գործիչների հետ Խաղացինք հիմա էլ էս խաղը։ քաղաքական գործիչների հետ bare minimum or luxury maximum խաղն ենք խաղում, որի ընթացքում ես կարդում եմ արտահայտություններ, որը քաղաքական գործիչի համար կամ bare minimum են կամ luxury maximum, ու դուք ասում եք դրանցից որ մեկն է ըստ ձեզ։ Հա, բայց ես կարամ յուրովի պատասխանեմ, չէ՞։ Պետք է ասեք կամ bare minimum կամ luxury maximum, Երրորդ բանը չեմ կարող ասեմ։ Չէ։ Պետք է ընտրեք այդ երկուսի մեջ։ Կներեք, ես էլ ձեր խաղի կանոններին չեմ ենթարկվում։ Դուք ավելի ձեր հարցերը տվեք, ես ոնց կուզեմ կպատասխանեմ։ Դա էլ իմ խաղն է։ Իսկ երրորդ բանը ինչ եք ասելու։ Ինչ որ կուզեմ։ Լավ, բայց կարճ։ Ես համարում եմ, որ դեռ մարդու իրավունքները այս երկրում գործում են։ Դե խաղերը կանոններ Համոզմունքի ունեն։ ազատությունը դեռ գործում է, եւ ես իրավունք ունեմ հայտնել այն կարծիքը, որը ես ցանկանում եմ հայտնել։ Շատ լավ, կխնդրեմ, եթե հնարավորություն ունենաք պատասխանեք այդ երկուսից մեկը, bare minimum or luxury maximum, եթե ոչ կարճ ինչ որ պատասխան ձեր երրորդ տարբերակով։ Այդ թողեք ինձ։ Եվ այսպես առաջինը, գիտնական լինելը քաղաքականության մեջ։ Քիչ անպայման չի։ Բացարձակապես անպայման չի։ Այդ դեպքում պետք է ասեք luxury maximum։ Թույլ տվեք ես որոշեմ ինչ եմ ասում։ Ստեղ գոնե մի քիչ պայքար եմ էլի իմ ազատությունների համար կարելի է։ Իհարկե, անցնենք հաջորդ հարցին։ Քաղաքական գործչի համար սխալվելու Բայց ես իրավունքը։ չպատասխանեցի, ասում եմ գիտնական լինելը անպայման չի, բայց իհարկե ինչ որ որակներ տալիս է նաև բան ավելի լավ կառավարման։ Երկրորդ հարցը, քաղաքական գործչի համար սխալվելու իրավունքը։ Անսխալական մարդ չկա։ Ուղղակի խնդիրը հետևյալն է, որ պետք է քո սխալները մինիմիզացնես։ Օրինակ Տեր-Պետրոսյանը իհարկե սխալներ արել է, բայց ինքը մինիմալ սխալներ արել, իսկ ամենակարևոր հարցում, այս Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ինքը եղել է ճիշտ, ու դա ծածկում է բոլոր իր արած սխալները։ Շատ լավ, երրորդ հարցը, քաղաքական սխալների հրապարակային ընդունումը։ Իհարկե պետք է ունենաս ինտելեկտուալ անկեղծություն այդ բանը անելու համար։ Այսինքն bare minimum։ Այսինքն այն ինչ որ ես ասացի։ Տասնամյակներ նույն քաղաքական թիմում մնալը։ Ուզում եք ասեք կարող է դա վատ է, ես համարում եմ Մենք բան չենք ուզում ասել։ Չէ, ես ոչ մեկին չեմ մեղադրի նրա համար, որ ինքը ինչ որ թիմ է փոխել։ Օրինակ Չերչիլը թիմ է փոխել, բայց մեկը դարավ պատմական մի ֆիգուր դա ինքնին մեղք չեմ համարի, բայց այն մարդկանց, որոնք ասենք րոպե մեկ են փոխում իրանց թիմերը եւ բաները, այդ պրինցիպները օպորտունիզմի մեջ ընկնելով, դա իհարկե ընդունելի բան չի։ Կարծում եմ այնուամենայնիվ, եթե դու մի թիմից ես եղել ու քո սկզբունքները միջև վերջ տարել ես, դա ինչ որ բան նշանակում է, պնդություն, գոնե մարդկային սկզբունքայնության տեսակետից վատ չի։ Շատ լավ։ Առավել ևս որ պատմական առումով ճիշտ ենք դուս եկել։ Հիմա կներեք, շատերը ասում են, դե հերիք ասեք, որ դուք ճիշտ եք դուս եկել։ Երկարեց արդեն ասել եք կարճ կպատասխանեք։ Կարծում եմ հաջորդը։ Քաղաքական պարտությունից հետո քաղաքականության մեջ մնալը։ Կարծում եմ կարելի է պարտությունից հետո նաև դուրս գալ։ Դե ճիշտ է դա կլինի։ Հանրային քննադատության արձագանքելը։ Դեմոկրատական հանրության մեջ այլընտրանք չկա։ Խորհրդարանում հենարան չունենալով վարչապետի թեկնածու առաջադրվելը։ Եթե այդ կոմպրոմիսային լուծումը, որը բերում է շատ քաղաքական ուժերի ինչ որ մի լուծմանը երկրի համար անհրաժեշտ, դա կարելի անել։ Իշխանություն չլինելով հանդերձ պարտության պատասխանատվություն կիսելը։ Պարտության։ Այո։ Մի հատ նորից։ Իշխանություն չլինելով հանդերձ պատերազմում պարտության պատասխանատվությունը կիսելը։ Այդ ես չհասկացա այդ իրավիճակը, ասենք եթե իշխանության չես եղել, ո՞նց ես կիսում պարտության
պատասխանատվությունը։ Որպես նախկին իշխանություն, որպես նախկինում քաղաքական գործիչ, ով որ Նրանք իրանց նախկին մեղքերի համար են պատասխանատու, այս իշխանությունը իր կոնկրետ հիմա պարտությունը այս իշխանությունն է կրել, իրանք պատասխանատու են այս ամեն ինչի համար։ Այն իշխանությունները, որոնք ինչպես մենք մեր զրույցի ընթացքում ասացինք, վիժեցրեցին այն տարբերակը, որը մեզ կարար ապահովել հաղթանակ, իրանք պատասխանատու են դրա համար։ Քաղաքական գործիչ լինելով բլոգ վարելը։ Բլոգ իրավունք է։ Եվ վերջինը լևոնականության դպրոց անցած լինելը։ Դա շատ լավ դպրոց է։ Շատ ուժեղ լավ դպրոց է։ Այնպես չի, որ դպրոցը քեզ ամեն ինչում պարտադրում է իր տեսակետները։ Ես ասում եմ, ես բավականին լուրջ հարցերում կարող եմ եւ չհամաձայնվել։ Եվ մենք շատ ենք տարբեր հարցերում վիճել եւ այլն։ Ես ունեմ իմ ինքնուրույն մոտեցումները, բայց դպրոցը եղել է հոյակապ դպրոց։ Իսկեն շատ հոյակապ բաներ սովորել ենք։ Բանակցություններ վարելու արվեստը, խոսքը պահելու արվեստը, ծանրակշիռ քաղաքական ծրագրերով հանդես գալու արվեստը, այդ ամեն ինչը Տեր-Պետրոսյանը որպես ուսուցիչ իսկապես լավ ուսուցիչ է։ Պարոն Զորոբյան, շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Մեր հարցերը այսքանն էին։ Եթե ինչ-որ բան կա, որ մտածում եք, մենք պետք է հարցնենք, բայց չենք հարցրել եւ ուզում եք խոսեք այդ մասին, կարող եք հիմա ասել։ Բայց կարճ։ Դե լավ չէ։ Բան կանեմ։ Այնպես կանեմ, որ ել չտանջվեք իմ ներկայությունից։ Չեք տանջվում։ Չէ, ժամանակի խնդիրն է, թե չէ։ Տանջանքու բան չկա։ Չէ, вообще չենք Դա տանջվում։ մեր մոտ ուղղակի ավանդական հարց է, թե ինչ հարց կուզենայիք լսել, որը մենք չտվեցինք։ Չէ, կարող է ինչ-որ թեմայից ուզենայի խոսել։ Հիմա որ sense հետին հայացքը գցում եմ մեր զրույցի վրա, կարծես ամեն ինչից համարյա խոսեցինք։ Իսկ կարող է երգեք ինչ-որ բան, որովհետև սկզբում որ ձեր պետլիչկան ամրացնում էին, ասցիք որ երգել եք խորում։ Այդպես փակում անենք, ինչ-որ բան երգեք։ Չէ, շնորհակալ եմ։ Բոլոր մարդիկ ովքեր որ երգել են, միշտ վերջում են։ Դե որովհետև կա երգելու ժամանակը, կա խոսելու ժամանակը, հիմա հաստատ այս պահին երգելու ժամանակը չի։ Շատ լավ։ Մի օր հրավիրեմ ձեզ, միտեղ նստենք, միասին քեֆ անենք, միգուցե գործը երգեցողության էլ հասնի։ Ինչ է որ։ Շատ լավ, մեր ժամանակը այսքանն էր, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես ընդամենը մի բան կուզեի երևի այս չտված ձեր հարցերից ասել եւ անդրադառնալ, դա հետեւյալն է։ Գիտեք, մենք փորձում են մտցնել արդեն տարիներ շարունակ ինչ որ քաղաքագետներ, ինչ որ իբր սոցիոլոգիական ընկերություններ, բան նույն ծուղակի մեջ։ Այսինքն մեկ էլ որոշել են, որ այս 3 ուժը շանս ունեն անցնելու պարլամենտ։ Ինչի՞ ասա վտանգավոր, որտեվ ձևավորում են ժողովրդի տարբեր հատվածների մոտ այն տպավորությունը, որ եթե ուրիշներին տակ փոշիացվի ձեր ձայնը։ Հասկանում եք, ու քանի որ Հայաստանում չկա լուրջ սոցիոլոգիա, մեծ հաշվով, ցավոք սրտի, ինստիտուցիոնալ լավ լուրջ սոցիոլոգիա չկա, մենք ընկնում ենք նույն ծուղակի մեջ միշտ։ Ինչ որ մի 2-3 ուժի հայտարարում են ի սկզբանե հաղթող։ Այս բանը մենք պետք է հաղթարենք։ Ես այս առումով կուզեի դիմել մեր ժողովրդին, ասել ժողովուրդ, մի եկեք այս ծուղակի մեջ։ Լսեք, մարդիկ ինչ են ասում։ Լսեք, ինչ ծրագրեր են ձեզ առաջարկվում։ Մարդկանց որակները բան արեք, գնահատեք։ Այդ ձեր պարտավորությունն է։ Դուք պարտավորություն ունեք։ Դեմոկրատական պետության մեջ քաղաքացին պարտավորություն ունի ճիշտ գնահատելու մրցակցող ուժերի կարողությունները։ Դուք դա արեք։ Դուք մի մտածեք, որ հա, ինձ դուր է գալիս այս ուժը, այս ծրագիրը, բայց քանի որ իրանք շանս չունեն անցնելու, քանի որ այս ինչ քաղաքագետը ցենց ասե, կամ այս ինչ սոցիոլոգը, եկեք ես չփոշիացնեմ իմ ձայնը։ Այս բանից պետքա խուսափել։ Ես այս падգամը, եթե կուզեք, ձեզ եմ ասում,
մեր հանրությանն եմ ասում, դեմոկրատիան դա պայքար է, միջև վերջին հանրային դեբատը։ Այդ վերջի դեբատն էլ շատ բան կարող է լուծի ու անի։ Եթե մենք դեմոկրատական գործընթացին մոտենանք այսպես, մենք մեր երկիրը դեպի լավը կփոխենք։ Եթե այդ ընկնենք այդ ազդեցությունների տակ, այդ այնց էլ միշտ մնալու ենք օլիգարխիայի եւ օլիգարխների եւ մանիպուլատորների ազդեցության տակ։ Այս բանը այս շղթան պետք է հաղթահարվի։ Շատ շնորհակալություն, պարոն Զուրաբյան։ Սիրելի զումերներ, սիրելի ջենզիներ, այսօրվա մեր հյուրն էր Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Կհանդիպենք։